Արդյոք սխալվեցինք, արդյոք կարող ենք չսխալվել։ Ինչպես ստացվեց, որ ազնիվ մղումներով մարդիկ Մենք շեղվեցին։ հավատացնում եմ ես այսօր այն 92 թվականի Խոսրով Հարությունյան վարչապետի դաս կտայի։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը այդուհանդերձ ուներ բավարար անկախություն, թե միևնույն է կար որոշակի կախում նույն Ռուսաստանից։ Մենք հայ հասարակությունը Քոչարյանին դարձեցինք «чужой среди своих»։ Ինչ պատահեց, երբ որ վարչապետ Քոչարյանը դարձավ նախագահ Քոչարյան։ Սերժին մերժելու օբյեկտիվ հիմք։ Իսկ Ռոբերտ Քոչյանը եւ Վազգեն Սարգսյանը որևէ հակասություն ունեցել են։ Նրանք քննարկում են Նիկոլ Փաշինյանի վեպը։ Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան հակամարտություն եղել է երբևէ նախկինում։ Գերմանացին որ դուրս եկավ հանդիպումից, ասաց, այս տղան եթե լիներ Գերմանիայում, կլիներ Մերսեդեսի գլխավոր տնօրեն։ Նիկոլ Փաշինյանը հետևանք է, թե ինքն է հիմնական պատճառը այդ։ Իմ ճանաչած բոլոր պետական քաղաքական գործիչների մեջ Վազգեն Սարգսյանը առանձնանում է իր հայրենասիրությամբ։ Այն ինչ չես բուժել անցյալում կկրկնվի վաղը այլ ձևով։ Ողջույն։ Այսօր իմ հյուրն է պետական գործիչ, Հայաստանի Հանրապետությունում վարչապետ, ազգային ժողովի նախագահ եղած Խոսրով Հարությունյանը։ Ողջույն, պարոն Հարությունյան։ Բարի երեկո։ Նախ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք եւ հյուր եկաք։ Ես տեղակ եմ, որ դուք իմ ուսանողն եք եղել, չէ՞։ Այո։ Եվ մեր հեռախոսազրույցի ժամանակ ես նշանակել ես միայն այդ փաստով այլևս մերժել չեմ կարող։ Պարոն Հարությունյան, դուք հասցրել եք ձեր կյանքում զբաղեցնել բազմաթիվ պաշտոններ Հայաստանի կառավարման մեջ եւ այ օրինակ ինչ կասեք։ Ըստ էության բացի նախագահի պաշտոնից բոլորը զբաղեցրել եք։ Պարագաների բերումով։ Այ օրինակ ինչ կասեք, ստացվեց Հայաստանի Հանրապետությունը կայացնել որպես ինստիտուցիոնալ պետություն, այսինքն մեր պետական կառավարման համակարգերը որքանով կայացան այս տարիների ընթացքում, քանի որ դուք 90-ականների անկախացումից ի վեր եք զբաղացրել տարբեր պաշտոններ, դրա համար այդ հարցը ձեզ տալը կարծում եմ շատ տեղին է։ Դա շատ կարևոր հարց է։ Կարևոր է այն առումով, որ նման հարցադրումը հատկապես նրանց համար, ովքեր իրենց ռեալ քաղաքական գործունեությունը սկսել են 90-ականներից եւ ըստ էության շարունակել են կամ մնացել են զարգացում ես պատմական փուլում անդադ քաղաքականության մեջ, նրանց համար այս հարցադրումը էական է, որտեղ այսպես թե այնպես երբեմն դու մի հետադարձ հայացք գցում ես անցյալին։ Եվ հիմնական հայացք անցյալին գցելու հիմնական նպատակը գոնե ինձ համար միշտ եղել է ոչ թե սրան նրան պիտակավորելը կամ ինչ-որ որակումներ տալ, այլ որքան հասկանալ իսկ ինչ տեղի ունեցավ, որոնք էին այն դասերը, որ մենք պետք է քաղեինք, որտեղ ես խորապես համոզված եմ, որ անցյալը հարկավոր է հենց առաջերտին այդ կոնտեքստում վերլուծել։ Արդյոք սխալվեցինք, արդյոք կարող ենք չսխալվել։ Եվ եթե այո սխալվել ենք, ապա որտեղ։ Եվ հետո արդյոք նորից կրկնել ենք թե ոչ։ Արդյոք մենք դասեր քաղել ենք հետագայում այդ սխալները շտկելու, վրիպելու, այդ վրիպումները ուրեմն վերացնելու հարցում։ Այնպես որ ձեր հարցադրումը անի, ճիշտ հարցադրում եմ, եւ նպատակը հետապնդում կարծում եմ հենց այս կոնտեքստում անդրադարձ կատարել անցյալին։ Այո։ Տեսեք, ինչ որ միտեղ ոնց որ թե եթե կարելի այդպես ասել, իմ բախտը բերել է, որ պարագաների բերումով 90-ականներից ազգային այն ժամանակ Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ ես հայտնվեցի Գերագույն խորհրդում ընտրությունների ժամանակ ուրեմն ստացա այդ մանդատը ընտրությունների արդյունքում մինչ այդ ես Չարենցյանի քաղաքապետն էի ստացա մանդատ եւ հայտնվեցի Գերագույն խորհրդ։ Ես պետք է ասեմ, որ ես շատ պատասխանատու եմ վերաբերվել այդ աշխատանքին։ Հետագայում ինձ մոտ նկատելի էր այդ հակումները դեպի իրավաստեղծ գործունեություն։
իրավաստեղծային առումով, որ այդ ամենը նաև օգտագործում ես քաղաքական բուն զարգացումները երաշխավորելու կամ խթանելու առումով։ Սա մեկ։ Երկրորդը, ընդհանրապես, երբ որ մենք անցյալին դեպի մեր պարագայում գոնե, անցյալին հետ հայացք ուրեմն անդրադարձ ենք կատարում, մենք պետք է մի բան կարևորագույն հաշվի առնենք, որ աննախադեպ իրավիճակ էր, ոչ միայն Հայաստանի համար, այդ հետխորհրդային ամբողջ տարածքի համար, աննախադեպ իրավիճակ էր, այդ թվում նաև, այսպես ասենք, համաշխարհային պատմության կոնտեքստում, որ անցում էր կատարվում տոտալիտար տնտեսական, քաղաքական համակարգից դեպի ազատական, ժողովրդավարական համակարգ, եւ այդպիսի փորձ մարդկությունը չուներ։ Հետևաբար, եւ երբ ասում եմ մարդկությունը չուներ, մենք էլ չունենք առավել եւս։ Ավելին, ես կարող եմ ասել, որ խորհրդային շրջանում սեփական, քաղաքական, պատասխանատու որոշումներ կայացնելու ունակություններ չէին կարող ձևավորվել մեծ իմաստով։ Մի բան, որ խիստ կարևոր էր անկախության շրջանում, որովհետև վերջին հաշվով անկախություն դա նշանակում է նախ եւ առաջ սեփական որոշումներ կայացնելու ունակություն, կարողություն, նաև այդ որոշումների հետևանքների քաղաքական պատասխանատվությունը գիտակցելու կարողություն եւ ունակություն։ Սա շատ էական է, միայն որոշում կայացնելը քիչ է։ Դու պետք է նաև պատկերացնես կամ գիտակցես, որ ստանձնում ես նաև այդ որոշման հետևանքների ողջ պատասխանատվությունը քաղաքական։ Հիմա եկեք ռեալ լինենք, արդյոք այդ նորելուկները, բոլոր տեսակի Խոսրով Հարությունյանները, որոնք հայտնվել են Գերագույն խորհրդում, որոնց մղումները շատ ազնիվ էին, հավատացնում եմ ձեզ, Գերագույն խորհուրդը առանձնանում էր մնացած գումարումներից խորհրդարանական այդ ստիրիլ, միգուցե շատ պարզունակ, բայց շատ մաքուր իր պատկերացումներով եւ ընկալումներով։ Այսինքն շատ քչերի մոտ դուք կտեսնեիք նրանց քաղաքական վարքագծում ինչ-որ մերկանտիլ նպատակներ։ Մեծ իմաստով համոզված էին, որ այն քայլերը, որ կատարվում է եւ որոնք որ ընդունվում են այդ որոշումները, ճիշտ են եւ նպատակ մղված են այս անկախության ինստիտուցիոնալ կայացման։ Կներեք ձեզ ընդհատեմ, բայց տեսեք, ինչպես ստացվեց, որ այդ ազնիվ մղումներով երիտասարդները նույն Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման այդ սկզբնական տարիներին բավականին շատ կան այդ մասին խոսակցություններ, փաստեր, որ հիմնականում զբաղված էին, այսպես ասած, հարստացմամբ, այն ինչպես ստացվեց, որ ազնիվ մղումներով մարդիկ շեղվեցին։ Ուզում եմ ուշադրություն դարձնել, ես խոսում եմ Գերագույն խորհրդի մասին։ Ես չեմ խոսում, կամ ես նկատի չունեի իշխանամերձ ոչ քաղաքական շրջանակները։ Այն ինչ որ դուք ասում եք, դրանք իշխանամերձ ոչ քաղաքական շրջանակներին է վերաբերում գլխավորապես։ Դա չի նշանակում, որ չկային падգամավորներ, որոնք չէին փորձում այդ ստեղծված իրավիճակից քիչ հետո ես կխոսամ դրա մասին, եթե դուք թույլ տաք, չեն փորձում այդ իրավիճակից օգտվել։ Զուտ, սեփական, ես դրա մասին չեմ ասում։ Մեծ հաշվով Գերագույն խորհուրդը ինքը իր պատմական առաքելությունը գիտակցում էր։ Այլ հարց է, ունակ էր այդ առաքելությունը արդյունավետ իրացնել թե ոչ։ Այս սա է շատ էական, այսինքն որ գիտակցում էր, դա պայմանավորված էր շատ շատերի Գերագույն խորհրդում ներկայացված շատ շատերի ընկալումներով, պատմական զարգացումների սեփական պատասխանատու մասնակցության գիտակցմամբ, բայց արդյոք դա մեզ մոտ հաջողվում է թե չէ, այդ կարողությունը, որակյալ կարողությունների մասին մեր պատկերացումները շատ մակերեսային են։ Հավատացնում ձեզ, ես այսօր այն 92 թվականի Խոսրով Հարությունյան վարչապետի դաս կտայի։ Հավատացնում ձեզ։ Եվ դա չեմ ասում քննադատաբար, դա օբյեկտիվ էր։ Դուք կարծում եք այս ամբողջ ընթացքում այդ 90-ական թվականներին, այդ թվում նաև երկրի ղեկի մոտ կանգնած մարդիկ չեն փոխվել, չեն խորացել, չեն զարգացել, չեն աճել, իհարկե աճել են։ Ոնց կարող ենք մենք այսօրվա մեր մի շատ գործիչներին համեմատել 90-ական թվականի
Կրկնում եմ, մենք շատ պարզունակ ենք շատ բան հասկանում։ Պարզունակ ենք հասկանում, որտեղ նման գիտելիքների pašար անհրաժեշտ օբյեկտիվորեն մենք չէինք կարող ունենալ եւ փորձառություն չունենք։ Հիմա ամենակարևոր հարցը, որ դուք հնչեցիք, բայց ես ձեր թույլտվությամբ մի փոքր կվերախմբագրեմ։ Ինչն է պատճառը, որ ըստ էության այդ տարիներին դրվեց բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման ինստիտուցիոնալ հիմքերը։ Սա լրջագույն խնդիր էր մեզ համար։ Արդյոք մենք գիտակցում ենք դա։ Մենք ասելով ես ինքնատություն ինձ։ Այդ հանրովի հասկանալի սրանք լուրջ հարցեր են։ Տեսեք, անի բոլոր դեպքերում ակնհայտ է մի բան, որ մենք հեղափոխական շրջան ենք ապրում։ Ոմանց համար հեղափոխությունը կրակել բան ոչ։ Մենք ըստ էության սոցիալ-տնտեսական, քաղաքական մի ֆորմացիայից անցում ենք կատարում մեկ այլ ֆորմացիա։ Դա հեղափոխական փոփոխությունների շրջան էր։ Այսինքն այդ տարիներին դրվում էր ապագա անկախ պետականության հիմքերը։ Այո։ Եվ մեր բոլոր հարցադրումներին այս կոնտեքստում այդ տարիներին անդրադարձ կատարես, ես կարծում եմ, որ պետք է այս տեսանկյունից նայել, արդյոք մեզ հաջողվեց այդ դնել իրականում իրավական քաղաքական առումով առողջ հիմքեր, որի վրա կարող է բարձրանալ եւ վերնաշենքը եւ տանիքը եւ այլն, եթե մենք սխալներ ենք թույլ տվել, արդյոք դա սուբյեկտիվ էր, թե օբյեկտիվ։ Հաջողվեց։ Հասկանում եք, տեսեք, օրինակ այն, որ մենք դատապարտված էինք, ռուսերեն ասում են մեթոդը պրոբի աշիբք, չէ՞, փորձառությամբ գնալ առաջ, դա օբյեկտիվ իրողություն էր։ Այն, որ մենք քաղաքական լուրջ փորձառություն, գիտելիքների ամբողջական մի ամբողջ pašար մենք չենք տիրապետում չունենք, դա նույնպես օբյեկտիվ էր եւ չէր կարող այլ կերպ լինել։ Այն, որ իշխանության վերաբերյալ մեր ընկալումները իրականում ձևավորված էին խորհրդային շրջանում եւ մենք որպես իշխանավոր այսպես թե այնպես պատկերացնում մեր այդ դրա վերաբերյալ պատկերացումները ձևավորված են խորհրդային շրջանից, խորհրդային շրջան դա նույնպես օբյեկտիվ էր։ Օրինակ խորհրդային շրջանում բնորոշ էր իշխանության ներկայացուցիչների համար ամբարտավանությունը։ Իշխանությունը ես եմ, իշխանությունը իրավունք է, այլ ոչ թե պատասխանատվություն։ Եթե ես իշխանավոր եմ, ապա իրավունք ունեմ։ Անպատասխանատվությունը, իշխանական դիրքը սեփական նպատակներին ծառայեցնել, դուք ասում եք բյուջեից գողանալ, ես ավելի իրավական բանաձևում եմ տալիս։ Այսինքն սրանք այն երևույթներն էին, որոնք ըստ էության քննադատվում էին այդ նոր ձևավորող ժողովրդավարական ուժերի կողմից խորհրդային շրջանի, եւ ներկայացվում է եւ դիտվում իրավամբ այդպես էր, որպես խորհրդային համակարգի հանրային կյանքի խոցեր, արատներ, ինստիտուցիոնալ բնույթի արատներ։ Հիմա հարց, գիտակցելով, քննադատելով այդ ինստիտուցիոնալ բնույթի արատները, արդյոք մենք գիտակցում ենք այդ արատների վերացման, չէ՞, վերացման ուղիները կամ մոտեցումները կամ լուծումները, կամ կարևորում ենք դա։ Սրանք շատ կարևոր հարցեր էին։ Տեսեք, խորհրդային շրջանի առանձնահատկությունը գիտեք նաև որն էր, որտեղ կար կենտրոն։ Այդ կենտրոնը, որը ամենակոռումպացվածն էր, բայց այդուհանդերձ նրանք էր վերապահում տեղական իշխանությունները, հանրապետության մակարդակով իշխանություններին վերահսկել։ Եվ այդ կենտրոնի առկայությունը ինչ որ միտեղ զսպաշապիկ էր։ Տեղական, ես նկատում հանրապետական մակարդակի, անկախ Հայաստանի պարագայում այդ իզբոնը չկար։ Հետևաբար մնում էր սեփական գիտակցությունը։ Ես դրա համար ասում, արդյոք մենք գիտակցում ենք իշխանությունը իրավունք է թե պատասխանատվություն։ Պարզվեց, որ մենք բոլորս, որ գալիս ենք խորհրդային շրջանից, գիտակցում ենք sense իշխանությունը դա իրավունք է։ Ես իշխանություն եմ։ Իրավունք ունեմ։ Առանց երկար բարակ մտածել, իսկ այդ իրավունքը որտեղից է ծնվում։
Միգուցե դու պատասխանատու ես դրա համար իրավունք եւ քո իրավունքը պայմանավորված է քո պատասխանատվության ծավալով, հա։ Այսպիսի ընկալումներ մեզանում չեն եղել։ Հիմա տեսեք, առաջի կարևոր խնդիրը, որ մենք իրականացրեցինք 90-ական թվականին, դա տնտեսական բարեփոխումներում սեփականաշնորհումն էր։ Իմաստը կրանում էր հետեւյալում, որը ես մերժել եմ։ Ես հիմա կարող եմ դա ասել, որովհետեւ իրոք այդպես է եղել։ Իմաստը կրանում էր հետեւյալում. ստեղծենք հողի եւ արտադրական միջոցների նկատմամբ մասնավոր սեփականության ինստիտուտը եւ շուկան ինքն իրեն կկայանա։ Ես ասում եի սեփականաշնորհում, ինձ որում դա միայն մենք չենք։ Մեզ պարտադրված էր դա այն ժամանակ կար Վաշինգտոնյան կոնսենսուս, այսպիսի մի կոնցեպտ, որը մշակվել էր դեռևս 87 թվականին բրիտանացիների կողմից, բայց որի նպատակը Լատինական Ամերիկայում իրենց սեփական քաղաքական տնտեսական ազդեցություն ես նկատում առաջատար կապիտալիստական երկրների ազդեցությունը Լատինական Ամերիկայի երկրների վրա ապահովելն էր։ Բայց խորհրդային միության փլուզումը շատ հարմար էր այդ էքսպերիմենտը իրականացնելու համար։ Իսկ Վաշինգտոնյան կոնսենսուսի ամբողջ իմաստը կանում էր հետևյալում. արտադրության միջոցների, հողի եւ արտադրության միջոցների նկատմամբ մասնավոր սեփականության ինստիտուտի կայացում սեփականաշնորհման ճանապարհով եւ ֆինանսական կայունություն։ Այսքան արեք, շուկան ինքն իրեն կկարգավորվի։ Այն ոնց որ ռուսերեն ասում են невидимая рука рынка կկարգավորվի։ Իրականում դա տենց չէր ու չէր կարող լինել, որովհետեւ նախ սեփականաշնորհում պետք է ընդհանրել, որ խոսքը գնում էր հավանաբար պետք է այդպես հասկանանք, որ խոսքը գնում էր արտադրական կարողությունների նկատմամբ համաժողովրդական սեփականությունից կամ պետական սեփականությունից անցում մասնավոր սեփականության, մասնավոր սեփականատիրոջը, այն ընկալումով, որ մասնավոր պետք է շահագրգիռ լինի այդ սեփականության օբյեկտը կամ իր սեփականություն ավելի արդյունավետ օգտագործելու առումով։ Տեսականորեն իրոք դա տենց է, բայց սա մի լուրջ սահմանափակում կա։ Այդ մասնավոր անձը պետք է ունենար համապատասխան գիտելիքներ, փորձառություն, անհրաժեշտ պաշար, որ կարողանար այդ իրեն վերապահված կամ իրեն իր սեփականություն դարձած այդ արտադրական կարողությունը արդյունավետ իրացնել։ Այսինքն նա պետք է կարողանար սեփական պատասխանատվությամբ որակյալ տնտեսական որոշումներ կայացնել։ Իսկ այդպիսի խավ մեզանում օբյեկտիվորեն չէր կարող ձևավորվել խորհրդային շրջանի պայմաններում, հասկանում եք, որտեղ սա մենք լավագույն դեպքում ունենք արտադրության ղեկավարներ, գործարանների տնօրեններ, դրանց մեջ կային շատ շնորհաշատ մարդիկ, բայց որոնք կարող էին աշխատել միայն կենտրոնացված պլանավորման համակարգում։ Այսինքն սեփական պատասխանատվության որոշումներ կայացնել հնարավոր այդպիսի փորձառություն շատ քիչ էր, նույն ես կարող եմ ասել համարյա թե ոչ ոք չուներ, բայց մենք գնացինք այդ ճանապարհով։ Արդյունքում հողը տվեցին գյուղացուն, ասելով որ գյուղացին ամենից լավ է հասկանում հողը։ Իրականում գյուղացին հողը չէր հասկանում, որովհետև այն խորհրդային համակարգում կոլխոզների, սովխոզների պայմաններում ոչ մի գյուղացի հողի հետ ուղղակիորեն գործ չուներ, կային մասնագետներ, որոնք գյուղացին սովորական կատարողներ, աշխատողներ, հասկանում եք։ Այսինքն գյուղացին հողը ստացավ եւ չէր իմանում ինչ պիաներ այդ հողի հետ։ Ես շատ լավ հիշում եմ, որ ասում են այն որ զարմանալի բան է, այսքան չարչարում եք, ոչինչ չի ստացվում։ Սա եղել է իրականություն։ Կամ արտադրական ձեռնարկությունները հայտնվեցին մարդկանց ձեռքում, որոնք նույնիսկ չէին էլ պատկեր թե դա ոնց պետք է աշխատացնեն։ Արդյունքում ինչ ա եղավ։ Արդյունքում այդ ամենը ավարտվեց նրանով, որ արտադրական ձեռնարկությունների եղած պաշարները սկզբից օտարեցինք, հետո գործը ասավ նրանց սկսեցինք օտարել լոմի տեսակ տեսքով, օտարել հաստոցները եւ այլն, իսկ ես շատ լավ հիշում եմ, որ արդեն 94-95 թվականներին նույնիսկ մենք տեսնում ենք գործարաններ, որոնք այդ ամեն ինչ օտարելուց հետո արդեն պրավելի ֆորմայի քարերը, այն պանելներն էին օտարում, դուռ լուսամուտն էին օտարում։ Սա եղել է իրավություն, բայց այստեղից հարց, իսկ ովքեր էին, որոնք օգտվեցին այդ սեփականությունը ձեռք բերել, դրանք հիմնականում գլխավորապես թեպետ օգտագործվեց վաուչերային համակարգը, բայց դրանք հիմնականում գլխավորապես կամ իշխանության հարազատներ, բարեկամներ կամ իշխանամերձ շրջանակներն էին։ Ի նկատի ունենք 90-ականների 90-ական թվականների, ես նկատում 90-ական թվականների սեփականաշնորհման արդյունքները։ Արդյունքում մենք ինչ ունեցանք։ Արդյունքում մենք ըստ էության արտադրական լուրջ կարողություններ այդ կերպ փոշիացրեցինք, սա մենք, բայց ինստիտուցիոնալ առումով մենք
նպաստեցինք հետևյալին. այդպես սեփականատեր դարձած մարդիկ իշխանական տանիքի կարիք ունեին, քաղաքական տանիք, նրանք կարող էին գործում իրենց կենսունակությունը ապահովել միայն եւ միայն քաղաքական տանիքի պարագայում։ Արդյունքում սկսեց սերտաճել բիզնեսը եւ քաղաքականությունը։ Ավելին հետագայում նրանք սկսեցին մեկը մեկով պայմանավորել, այսինքն առաջիկա ընտրություններում այլ սեփականատերը որպես կանոն դրանք ազդեցություն ունեցող թաղային կամ չիմանալի լոկալ հեղինակություն ունեցող մարդիկ էին նոր կարողություններով հանդես եկող, նրանք ըստ էության իրենց տեղական հեղինակությունն օգտագործում են ընտրական գործընթացում իշխանությունների պաշտպանել, որտեղ իշխանությունները նրանց պետք էին։ Այսինքն ստացվում էր ոնց որ ասում են պարուշնի կռուկ, հասկանում եք, այստեղից առաջացավ իմ կարծիքով, ես խորապես համոզված եմ, առաջացավ այդ բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման ինստիտուցիոնալ նախադրյալները դրվեցին այդտեղ այդ ժամանակ։ Ընդ որում ես նորից եմ կրկնում, դա միայն Հայաստանի չի վերաբերում։ Դա վերաբերում է հետխորհրդային տարածքի բոլոր հանրապետություններին։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս, արևմուտքը այն ժամանակ բոլորս էլ նայում ենք դեպի արևմուտք, դա պետք է արձանագրենք Ռուսաստանից վերջացած Հայաստանով, բոլորս նայում ենք դեպի արևմուտք։ Այսինքն մեզ համար արևմուտքի վերաբերմունքը, մոտեցումը դա շատ կարևոր հարց է։ Իսկ արևմուտքը առաջ էր տանում այդ թեզը Վաշինգտոնյան կոնսենսուսի բանով, հասկանում եք։ Արդյունքում մենք ոչ մի բան չշահեցինք, բայց արատները հանրային օրգանիզմում խոցերը պահպանվեցին։ Հասկանում եք, սա է իմ պատկերացմամբ այն առաջի իմ կացքով առաջի շատ լուրջ սայթակումը վրիպում, որ մենք թույլ ենք։ Իդեպ ես պետք է ասեմ, որ 92 թվականին իմ որպես վարչապետ եւ ՀՀՇ-ի քաղաքական ուժի անհամաձայնության հիմնական պատճառը սա էր։ Ես մերժել եմ շոկային թերապիայի վրա հիմնված այդ քաղաքականությունը եւ թողեցի դուրս եկա։ Մենք ունեցել ենք բախում այդ առումով քաղաքական իմաստով ես նկատի ունեմ, ես հրաժարական տվեցի գնացի։ Այսինքն, բայց դրանից խնդիրը չփոխվեց։ Մենք շարունակեցինք այդ կուրսը, շարունակեցինք, որովհետև կրկնում եմ, այստեղ եւ օբյեկտիվ բաներ կային։ Տեսեք, օրինակ շատ քչերն են խոսում այն մասին, որ արևմուտքի համար, որը դոմինանտ թելադրող ուժ էր, արևմուտքի համար հետխորհրդային տարածքում Հայաստանը դիտվում է որպես ժողովրդավարության կղզյակ։ Ինչու՞։ Որովհետև միակ հանրապետությունը, որտեղ իշխանության էին եկել նոր ուժեր, միայն Հայաստանն էր։ Վրաստանում են էլ հետո բանը գնաց Շևարդնաձեն եկավ, մնացած բոլոր հանրապետությունները նախկին նոմենկլատուրան իշխանություններ պահել։ Եվ այդ տեսակետից Հայաստանը դիտվում էր որպես շատ օրիգինալ կառույց, եթե կարելի ասել, պետական կազմավորում, որպես ժողովրդավարության կղզյակ։ Արևմուտքը հավանաբար շատ լավ հասկանում էր, ես այդ վաղ իրանց հետ շատ եմ շփվել, շատ լավ հասկանում որ մենք թերություններ կունենանք, մենք կունենանք սխալներ, վրիպումներ, բայց ըստ էության, որ իշխանության էին եկել ոչ կոմունիստները կամ ոչ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները, դա շատերի մոտ արևմուտքում ներշնչում էր վստահություն նոր ձևով սխալները իրանք օբյեկտիվ էին համարում, այդպես է կլիներ։ Այստեղ շատ էական էր երկրորդ հանգամանքը։ Ինչու էր համոզված եմ, որ դա էր պատճառը, որ Տեր-Պետրոսյանը շատ սկզբունքորեն հետևողականորեն աջակցում էր կամ գնում էր արևմուտքի կողմից շարադրված քաղաքական այդ հունով, որովհետև Տեր-Պետրոսյանը հմտորեն շատ հիմնավոր նաև ներկայացնում որ Ղարաբաղյան հակամարտությունը, պատերազմը դա ոչ այլ ինչ, եթե ոչ նոր կայացող ժողովրդավարության ուղղակի հարված։ Եվ արևմտյան շատ ու շատ քաղաքական գործիչներ սա անցալում են որպես իրողություն։ Իրավիճակը փոխվեց 95 թվականի ընտրությունների արդյունքում, իսկ հետագայում նաև 96 թվականի նախագահականի արդյունքում։ Հանրության արևմտյան շատ ու շատ գործիչների մոտ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվեց, արմատապես փոխվեց։ Հասկանում եք, այսինքն տեսեք, մի կողմից կար process, որը ես խորապես համոզված եմ, մեզ ոչ մի լավ տեղ չէր տանելու,
ես նոր չարաշ սեփականացումը տարբերակի մասին խոսացի։ Տպավորությունն է, որ սեփականացման հիմնական նպատակը ոչ այնքան մասնավոր ինստիտուտ, որակյալ մասնավոր ինստիտուտ կայացնել էր, որքան հետդարձի բոլոր կամուրջները այրելը։ Ասկի եթե ունեցանք սեփականության մասնավոր սեփականության ինստիտուտ, այլևս տոտալիտար զանգվածային այդ տոտալիտար տնտեսական համակարգին հետդարձը կբացառվեր։ Կարծում եմ նաև Վաշինգտոնյան կոնսենսուսի ամբողջ իմաստը նաև սրանում էր կայանում։ Պարոն Հարությունյան, դուք նշեցիք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ավելի շատ լսում էր արևմուտքին եւ նայում էր դեպի արևմուտք։ Ես չասի Լևոն Տեր-Պետրոսյանն, եթե ասի հետ խորհրդային տարածքի բոլորն էին այդ ուղղությամբ։ Սկսած Ելցինից վերջացած մեզնով։ Սա օբյեկտիվ է, որտեղ ըստ էության աշխարհաքաղաքական տրիգերը իրանք էին։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը այդուհանդերձ ուներ բավարար անկախություն, թե միևնույն է կար որոշակի կախում նույն Ռուսաստանից, թեկուզ նոր անկախ Ռուսաստանի որոշակի։ Ոչ։ Չէ։ Ոչ։ Ես պաշտոնապես ասում եմ ոչ։ Նախ Տեր-Պետրոսյանը մենք պետք է սարձանագրենք, ուներ օգտվում էր ընդգծված հեղինակությունից։ Նա ուներ ընդգծված հեղինակություն հետխորհրդային բոլոր ղեկավարների շրջանում։ Ես մի րոպե անգամ չեմ տեսնում կախվածություն, թելադրանք, այդպիսի բան չի եղել։ Սա շատ էական եմ համարում։ Ընդհակառակը Տեր-Պետրոսյանի նկատմամբ կար ընդգծված հարգանք, ընդ որում ոչ միայն հետխորհրդային տարածքի ղեկավարների շրջանում։ Տեր-Պետրոսյանը լուրջ քաղաքական հեղինակություն նաև արևմտյան շրջանակներում։ Սա ակնհայտ էր։ Հետևաբար խոսել, թե Տեր-Պետրոսյանի ինչ-որ մեկը թելադրում էր, ես կբացառեի։ Տեր-Պետրոսյանը սեփական պատասխանատվությամբ էր որոշումները կայացնում։ Իհարկե, դա չի նշանակում հաշվի չէր առնում այլոց կարծիքը։ Այդ թվում նաև ասենք, թե Ռուսաստան, իրանք Ելցինները շատ վստահելի փոխհարաբերությունների մեջ են։ Այդպես չէ, որ ինքը հաշվի չէր առնում։ Ինչպես նաև այդպես չէ, որ Ելցինը նրա կարծիքերը հաշվի չէր առնում։ Ես ուզում եմ, որ սա էլ արձանագրենք։ Բայց դա ոչ թե կախվածություն էր, այլ համագործակցության, գիտակցված համագործակցության դրսևորում։ Այնպես որ որևէ թեզ կապված այն բանի հետ, որ Հայաստանը Տեր-Պետրոսյանի ժամանակ կախված էր ինչ-որ մի ուժային կենտրոնից, ես չէի հիմնավորեի։ Պարոն Հարությունյան, տեսեք, այդ նոր անկախ շրջանում պարզ է, որ դուք նշեցիք, եղել են բազմաթիվ թերություններ, նաև օբյեկտիվ պատճառներով, ամեն դեպքում տոտալիտար ռեժիմից անցնել շուկայական տնտեսության եւ տնտեսության ազատականացման բարդ է, աննախադեպ երևույթ է։ Այդուհանդերձ անցան տարիներ եւ արդեն Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գանք մի փոքր ավելի առաջ, արդյոք գիտակցվեց այդ սխալները, արվեց հետևություններ, թե նույն կերպ շարունակվեց։ Նախ մինչ այդ հարցին հարցնելը, այդուհանդերձ քանի որ դուք մոտեցաք Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանին, ճիշտ կլինի գոնե 1-2 բառով արձանագրել, իսկ ինչ ունեցանք մենք ռուսերեն ասում են в сухом активе։ Ես կարծում եմ, որ առաջինը մենք ընդհանրապես մեր անցած այս նախընթաց շրջանում երկրի ղեկավարների դերակատարումը պետք է դիտել բացառապես պատմական առաքելության կոնտեքստում։ Այսինքն նրանք պաշտոնյաներ չէին լոկ, նրանք ունեին պատմական առաքելություն։ Օրինակ իմ կարծիքով գիտակցված էր թե չէ, թողնենք դա մի կողմ։ Այսինքն օրինակ Տեր-Պետրոսյանը կամ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը գիտակցում են, որ իրանք ոչ թե բարձրագույն պաշտոնյա են, այլ պատմական առաքելություն իրականացնող։ Դա թողնենք մի կողմ, դա հարցի մյուս կողմն է։ Օրինակ այդ կոնտեքստում եթե նայում եք պատմական առաքելության իրականացման առումով Տեր-Պետրոսյանի շրջանի հիմնական խնդիրը հանձնում է նորանկախ Հայաստանի, այդ նորանկախ Հայաստանի հիմքը իրավական, քաղաքական, ինստիտուցիոնալ զարգացման, հետագա զարգացման անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը։ Հաջողվել է Տեր-Պետրոսյանը, ընդհանուր առմամբ ես կասեմ այո։ Ինչ Հիմա ասեմ ինչի նկատի ունեմ, որտեղ հազար մի բան են կպցում այդ շրջանին, որը անհիմն չի դեպ։ Տեսեք նոր ճարը չսել քննադատում էի սեփականաշնորհում, ասում եմ, որ
իմաստավորված, թե ոչ, գիտակցված, թե ոչ, այդուհանդերձ մենք մեր քաղաքականությամբ նպաստեցինք բիզնեսի եւ քաղաքականության սերտաշմանը, ընդ որում դա դառավ ինստիտուցիոնալ դրսևորում ստացավ։ Եվ շարունակական բնույթ կրեց։ Եվ բավական, ընդ որում ամենահիմնարար բացերից մեկը, խոցերից մեկը, որ առ այսօր կոռոզիա է ենթարկում մեր հանրային օրգանիզմը։ Բայց օրինակ դրա հետ միասին, եթե դա նույնիսկ եթե թողնենք պատերազմում հաղթանակը մի կողմ, դրա հետ միասին մենք ընդունում ենք սահմանադրություն։ Մենք ձեռնամուխ ենք եղել սահմանադրության հիման վրա պետական նոր կառավարման համակարգի ձևավորմանը։ Մարզպետարաններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, որակապես այլ դատական համակարգի փոփոխություններ, սեփականության իրավունքի հաստատում ապահովող կադաստր եւ այլն, այսինքն մենք բավականին լուրջ աշխատանքներ է կատարվել այդ շրջանում։ Կենտրոնական բանկը Բագրատ Ասատրյանի ղեկավարությամբ բավականին լուրջ կայացման փուլ անցավ, մենք սա պետք է արձանագրենք։ Այսինքն Տեր-Պետրոսյանի շրջանը չի կարելի դիտել բացառապես բացասական, այսպես նեգատիվ։ Կրկնում եմ, այո, խախտումներ, օրինակ 96 թվականի նախագահական ընտրությունները անթույլատրելի, չէ, խախտումներ, ոչ թե անթույլատրելի խախտումներ, այլ զորքի օգտագործումը քաղաքական նպատակներով, կամ 95 թվականի ըստ էության խորհրդարանական ընտրությունները, որ բերեցին նրան, որ քաղաքական ուժերի ներկայացվածությունը, հատկապես ընդդիմադիր ուժերի ներկայացվածությունը խորհրդարանում էապես տարբերում է նրանց իրական քաղաքական կշիռներից։ Օրինակ ԱԻՄ-ը ներկայացված էր մի հոգով։ Ես շատ լավ հիշում եմ այդ տարվա ամենադիպուկ ձևակերպումներից մեկը, որ անթույլատրել էր, ես մա չեմ ուզում անտը, բայց հնչեց նաև խորհրդարանը, որ Գևորգյանների ընտանիքն ավելի ազդեցիկ էր, քան ամբողջ ԱԻՄ-ը։ Նույնիսկ անթույլատրել էր, ընդհանրապես 3 աղբերով ընտրվել են պատգամավոր, որտեղ բոլորն էլ ՀՀՇ-ից էին։ Հասկանում եք, այսինքն այդ ուժերի անհամաչափ, ոչ adekvat ներկայացվածություն, իրենց իրական քաղաքական կշռին ոչ adekvat ներկայացվածությունը խորհրդարանում ըստ էության ձևավորեց այն կոնֆլիկտը, որ առաջացավ նախագահական ընտրությունում 96 թվականին։ Եվ 96 թվականի նախագահական ընտրությունում ուժի զինված ուժերի ներգրավում քաղաքական process-ում դա ակնհայտ է, որ արևմուտքի կողմից գնահատվեց, որ խիստ բացասական։ Տեսեք, ես եւ դրականն եմ ասում, եւ բացասականը, բայց դրանով հանդերձ, դրանով էլ հանդերձ Տեր-Պետրոսյանի ամենալուրջ ձեռքբերումը ես գտնում եմ դա սահմանադրության ընդունումը եւ սահմանադրության այդ ընդունված սահմանադրության համաձայն պետական կառավարման համակարգի նոր ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման ուղղությամբ քայլերն էին, կրկնում եմ, շատ էական եմ դա համարում, բայց բացթողումները այդուհանդերձ Տեր-Պետրոսյանի իշխանությունը դա ժողովրդավարական քաղաքական իշխանություն չէր։ Այսինքն այդ իշխանությունը խարսխված չէր իշխանությունների տարանջատման եւ ակրճշման սկզբունքի վրա։ Կարող ենք արձանագրել, որ դա փորձաշրջան էր, այսպես ասած։ Դրա համար ես ասում, այդ շրջանում արդյոք մենք դատապարտված ենք սխալներ թույլ տալու, ասում այո։ Արդյոք այդ սխալների հիմքում կային սուբյեկտիվ, ասում այո։ Կային օբյեկտիվ, այո։ Մենք պետք է արդարամիտ լինենք, եթե ուզում ենք դասեր քաղենք։ Հասկանում եք, օրինակ ամենաանթույլատրելին, որը կրկնում եմ միգուցե եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվի բաններ ինչ են ասում, սիմբիոզներ, հա, դա այն էր, որ ըստ էության պետական իշխանություն, որպես այդպեսին իր օրենսդիր, գործադիր, դատական, այդպեսին որպես այդպեսին չձևավորվեց, կար ավելի շատ նախագահի իշխանությունը ու շատ նմաններ արքունիկին, որը փորձում էր բալանսավորել եւ մի առիթով Տեր-Պետրոսյանը ընդունել է դա, որ իր իշխանությունը այդուհանդերձ բալանսավորված էր, որտեղ կար Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան, Բաբկեն Արաքսյան եւ այլն, այսինքն նախագահի ինստիտուտ, այլ ոչ թե պետական նախագահի իշխանությունն էր բալանսավորված, այլ ոչ թե պետական իշխանությունը, որը պետք է ներկայացված լիներ օրենսդիր, գործադիր, դատական իշխանություն տեսքով։ Արդյոք մենք կարող էինք գիտակցել այս բացերը համատարած, ես ասում եմ, գիտեք, շատ դժվար կլինի պահանջներ, այն հասարակությանը, քաղաքական վերնախավին նման պահանջներ ներկայացրելը կլներ շատ համիրավի անարդարացի, որտեղ օբյեկտիվորեն շատերը, ընդ որում հետխորհրդային տարածքում համարյա թե համատարած այս արարքները, որ մասին ոչ մեկ պատրաստ չէր։ Սա իրողություն էր, որի հետ մենք բախվեցինք պատմականորեն։
Հասկանում եք։ Եվ հիմա եթե դուք ասում եք մոտենանք Քոչարյանի շրջանին, տեսեք, Քոչարյանը Ինչ փոխանցվեց Քոչարյանին։ Ամեն դեպքում ըստ ձեր ասածի ստացվում է, որ հիմքերը վատ կային թերություններ, բայց կար հիմք այդ հիմքի վրա շենքը կառուցելու համար եւ ամուր հիմք։ Ես խորհուրդ կտայի ձեզ վերլուծել երկու Քոչարյանի։ Քոչարյան վարչապետին եւ Քոչարյան նախագահին։ Դրանք տարբեր մարդիկ են։ Հատկապես հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյան նախագահ Քոչարյանը բոլորովին այլ մարդ էր, քան Քոչարյան վարչապետը։ Ես Քոչարյան վարչապետի գլխավոր խորհրդականն եմ եղել։ Օրինակ, այսօր ես հեռուստացույցով լսում եմ մի քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորներից մեկին երիտասարդ համակրելի մի օրիորդ տիկին չեմ կարող ասել, որը վկայակոչում էր, որ իր պապիկը, որ եղել է շատ վաստակաշատ բժիշկ, ժամանակի նախկինում նրանք բոլորը անհամբեր սպասել են, թե երբ իրենց աշխատավարձ կտան։ Երբ որ աշխատավարձ են ստացել, դա իրանց համար եղել է տոնական։ Ես կասեի ինքը ճիշտ ասում, գիտեք։ Բայց մի բան ինքը խախտում է, խեղում է։ Դա եղել է 96 թվականին։ Մինչև 96 թվականը։ Մինչև Քոչարյանի, ես ընդգծում եմ դա։ Մինչև Քոչարյանի վարչապետ նշանակվելը։ Քոչարյանը վարչապետ է նշանակվել Արմեն Սարգսյանից հետո։ Քոչարյանը, որ ստացվեց կառավարությունը 16 միլիարդի առողջապահության համակարգին պարտ կար, ու դրա հիմնական մասը աշխատավարձն էր։ Քոչարյանի ժամանակ այդ աշխատավարձները վճարվեցին։ Ամբողջությամբ։ Ու այս քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը, որ վկայակոչում էր իր պապիկի վաստակաշատ բժիշկի ուրախությունը աշխատավարձ, դա եղել է հենց Քոչարյանի ժամանակ, հավատացնում ձեզ։ Ես կրկնում եմ, ես Քոչարյանի գլխավոր խորհրդականն եմ եղել, ու մանրամասներին եմ տիրապետում։ Մենք ունեինք թոշակառուների երբեմն 1 տարուց ավելի պարտք, կենսաթոշակի։ 1 տարուց, այդ այն ժամանակ, որ կենսաթոշակի մակարդակի չկաներ 7900 դրամ, 7000-9000 դրամ։ 1 տարուց ավել մարդիկ կային, որ կենսաթոշակ չէին ստացել։ Այսինքն Քոչարյանը որպես վարչապետ, ինքը որ նշանակվեց վարչապետ, ինքը շատ լավ հասկանում էր։ Ինքը եկել է այդ սոցիալ-տնտեսական օրգանիզմը ոտքի կանգնացնելու։ Իր նպատակը դա էր եւ կարծում եմ ինքը հաջողվել է։ Ես պատրաստ եմ դա արձանագրել։ Փաստերով դա նրան հաջողվեց, որովհետեւ դա շատ հետեւական համակարգված կառավարության գործունեություն համակարգված իրականացնելու միտված գործունեություն էր Քոչարյանի վարչապետության շրջանը։ Հասկանում եք, ես կարծում եմ, որ ինքը Քոչարյանը նույնիսկ իր արժեք խնդիր էր դրել, ես չեմ մանում այդպես բաներից չենք խոսացել, բայց կարծում եմ ինքը խնդիր է դրել, որ այս ծանրաձուղը ինքը կբարձրացնի։ Արդյոք կբարձրացնի չէ, իր համար դա նույնիսկ սպորտային հետաքրություն էր, հավանաբար, որտեղ Ղարաբաղից գալիս է Հայաստան, որակապես այլ միջավայր, որակապես այլ տնտեսական քաղաքական խնդիրներ, եւ դու բախվում ես խնդիրների, որոնք պետք է կարգավորես։ Օրինակ ես ուզում հիշեցնել, օրինակ ասենք թե կադրերի հարցում Քոչարյանը շատ ազատամիտ էր, ազատ էր եւ բավականին օբյեկտիվ։ Օրինակ ես լավ հիշում եմ առողջապահության նախարարի ընտրության ժամանակ, նշանակման ժամանակ ինքը կարծես թե ոչ թե կարծես համոզված եմ առաջնորդվեց բոլորովին այլ սկզբունքներով։ Բոլորովին այլ։ Օրինակ կա համակարգում պատասխանատու դերակատարում ունենալու ունակ տեխնացու, որը պատրաստ է քաղաքական առողջապահության ոլորտում, առողջապահության քաղաքականության հարցում բանավիճել իր հետ։ Սա շատ լուրջ սկզբունք էր։ Այսինքն ավելի շատ շեշտադրումը արվում էր մասնագիտական ինքը ավելի շատ կարևորում էր ոչ թե ով ու մարդն է։ Շատ էական եմ սա համարում։ Հասկանում եք, այլ նա ավելի շատ կարևորում էր իր նախարարի մասնագիտական որակները եւ սկզբունքայնությունը, արդյոք դու ունես կոնցեպտ եւ հավատարիմ ես քո կոնցեպտին, թե քեզ ինչ ասեն դու ընդունակ ես համաձայնվելու։ Սա շատ ես այդպիսի որակներ եմ տեսել նրա մոտ։ Դա արդեն վարչապետ եղած ժամանակ։ Դա վարչապետ է, ես վարչապետ Քոչարյանի մասն եմ ասում։ Կրկնում եմ, ես եղել եմ նրա գլխավոր խորհրդականը
մի միջադեպ էլ պետք է պատմեմ ձեզ, կարող է ձեր լսարանին հետաքրքրի։ Մենք մեր դեսպանը Գերմանիայում Ֆելիքս Մամիկոնյանն էր այն ժամանակ։ Ես Ֆելիքս Մամիկոնյանին դասում եմ մեր բոլոր ժամանակների դեսպանների մեջ ամենաբարձր մակարդակի դեսպանների շարքին եմ դասում։ Իմ շփումներն նրա հետ այդպիսի բան են բերել։ Ֆելիքս Մամիկոնյանը Հայաստան ուղեկցեց Գերմանիայի խորհրդարանի հարավային Կովկասի հարցերով զբաղվող պատասխանատուին։ Դա հավանաբար գոնե ինձ Ֆելիքս այդպես ներկայացրեց, դա հավանաբար խորհրդարանի քաղաքական շրջանակներում Գերմանիայի Բունդեստագի քաղաքական շրջանակներում որոշումներ կայացնելու հարցում բավական ազդեցիկ դերակատար էր։ Եվ Հայաստան այցելության ընթացքում դե բնականը նա պետք է հանդիպեր նաև վարչապետին։ Ինձ տեղեկացրեցին, որ վարչապետ Քոչարյանը գտնում է, որ ես է պետք է ներկա լինեմ այդ հանդիպմանը։ Հանդիպումը բնական է թարգմանիչի միջոցով էր իրականացվում, շատ գործնական էր ու մոտավորապես տևեց երևի մի 30-35 րոպե, հետո գերմանացի հյուրը մեր առաջարկեց կարող է ինքը Քոչարյանը տետատետ զրուցել, միայնակ։ Քոչարյանը կարծեմ եթե ինչ-որ չի դավաճանում, Քոչարյանը ասաց համաձայն եմ, նույնիսկ ես մի բան մտածում որ մեր դեսպանն կմասնակցի, բայց ասացին ոչ։ Միայն Քոչարյանը, այդ գերմանացին եւ թարգմանիչը։ Բնական է, ես գնացի իմ աշխատանքին, Ֆելիքսը մնաց այնտեղ, սպասում էր, որ մինչև ավարտվեր զրույցը։ Հաջորդ օրը, երբ որ ես Ֆելիքսին հանդիպեցի, հարցրեցի, ասի, լսի, ինչ էին խոսում, ասեց, չգիտեմ, ինչ էին խոսում։ Բայց ասեց գերմանացին, որ դուրս եկավ հանդիպումից, ասեց, այս տղան եթե լիներ Գերմանիայում, կլիներ Մերսեդեսի գլխավոր տնօրեն։ Սա գերմանացու կարծիքն է։ Հավատացնում եմ ձեզ, ես ոչ մի բառ, ցավոք սրտի հիմա Ֆելիքսը Մամիկոնյան կենթանի չի, որ իմ ասածը ինչ-որ մեկը հաստատի, բայց սա եղել է, հավատացնում ձեզ։ Այսինքն վարչապետ Քոչարյանը դա որակապես նախկին, այդ թվում նաև ինձնից, նախկին վարչապետներից տարբերվում էր, թե իր պատրաստվածությամբ, թե ցելեուստրեմլյոննություն, նպատակասլացությամբ։ Բա ինչ պատահեց, երբ որ վարչապետ Քոչարյանը դարձավ նախագահ Քոչարյան։ Նախագահ Քոչարյան դառնալուց ոչ մի չպատահեց, ամեն ինչ պատահեց սկսած հոկտեմբերի 27-ից հետո։ Ես կարող է այս կարծիքը շատ քչերն են կիսում, կարող է քչերը կիսել, բայց ես կարծում եմ դա հոկտեմբերի 27-ի ոչրագործությունը մեզանում ինկատնեմ հայաստանյան քաղաքական վերնախավում բացարձակապես աղավաղված ներկայացվեց կամ ընկալվեց եւ հասարակությունն էլ հեշտությամբ դա ընդունեց։ Հոկտեմբերի 27-ը դիտվեց կամ ներկայացվեց հանրությանը իշխանության համար գզվռտոցի արդյունք։ Ընդ որում այս կոնտեքստում այն ղարաբաղցիները, որ հազիվ հասել են իշխանության, են գզվռտով գլուխը կերան։ Եվ հիմնականում կապեց Ռոբերտ Քոչարյանի անվանումը։ Եվ սա բերեց նրան, որ մենք չկարողացանք գիտակցել, որ դա դրսից մեր պետականության ողնաշարը կոտրելու եւ ըստ էության պետականության ճգնաժամ հրահարելու, ստեղծելու միտված քաղաքական քայլեր էդի։ Այ հետաքրքիր տեսակետ հնչեցրեցի։ Հասկանում եք, ես շատ էական եմ համարում։ Իդեպ ես այս տեսակետը հնչեցրել եմ դեռևս 2000 թվականին։ Ես այդ ժամանակ արդեն Վազգեն Սարգսյանի կառավարությունում փոխվարչապետ էի, տարածքային կառավարման նախարար, հոկտեմբերի 27-ի հետ ոչրագործության ժամանակ եղած նստած եմ եղել Վազգեն Սարգսյանը միջապես հարևանությամբ, լրիվ պատահական ես կենթանի եմ մնացել, բայց դա չի էականը։ Էականն այն է, որ այդ ոչրագործությունից հետո ես անընդհատ ինձ մի հաց էի տալիս։ Ինչու՞։ Ինչն էր պատճառը, որ մի հոգու վերացրեցին, լավ երկու հոգու ենթադրենք, չէ՞, բայց հիմնական մեկն է Վազգեն Սարգսյանի հետևից։
մի օկու վերացեցի եւ քո ողնաշարը պետության ողնաշարը կոտրվեց։ Գիտեք ինչու, ասեմ անի։ Հոկտեմբերի 27-ից հետո նույնիսկ երբ Արամ Սարգսյանը նշանակվեց վարչապետ, երկրում ոնց որ կար նախագահ, կար կառավարություն, կար ազգային ժողով, թվում էր թե հա, պետության հոտ չէր գալիս։ Հասարակության ճնշող մեծամասնության համար մենք որփացած էինք։ Ոնց որ պետություն չկա։ Այսը ամենավտանգավորն էր, որ մենք պետքա գիտակցեինք ինչ տեղի ունեցավ։ Ոնց կարող էր պետական իշխանության համակարգում, եթե դա լիներ համակարգ այդպիսին, ինչ որ մեկին վերացնես ու պետության ողնաշարը համարվեց կոտրված։ Ու մենք համակարգը չէր ձևավորել։ Առ այսօր մենք այդ հոկտեմբերի 27-ի քաղաքական պետականության քաղաքական ճգնաժամը չենք հաղթահարել։ Առ այսօր չենք հաղթահարել։ Եվ եթե կուզեք իմ պատկերացմամբ, դա իմ կարծիքն է, խորապես համոզված եմ, որ շատ չեմ սխալվում, մենք ըստ էության դրա հետևանքներն ենք առ այսօր դեռևս ապրում, հետևանքներն ենք զգում։ Տեսեք, ես հենց դրա եմ դեմ։ Ուրեմն այնտեղ որտեղ այդ որոշումը կայացվել է, շատ լավ հասկանում են, չէ՞, որ այս երկրում պետականությունը երկու ոտքի վրա կաղում է, ինստիտուտներ չեն ձևավորվել։ Միգուցե Վազգեն Սարգսյանի այն թեզը 21-րդ դարը մերն է, միգուցե դա դարավ ճակատագրական, որտեղ Վազգենը կգնար դրան եւ գնում էր այդ ճանապարհով։ Իմ հավատացում քեզանի, իմ ճանաչած բոլոր պետական քաղաքական գործիչների մեջ Վազգեն Սարգսյանը առանձնանում է իր հայրենասիրությամբ։ Տաղանդավոր ղեկավար էր։ Ես ձեզ պարզ ասում եմ, տաղանդավոր ղեկավար էր նա։ Ես նրա հետ աշխատել եմ ընդամենը մի քանի ամիս որպես վարչապետ։ Ես մինչև այդ իր հետ, ինքը պաշտպանության նախարար, ես ազգային ժողովի նախագահ առանձնապես շատ շփումներ չենք ունեցել։ Նույնիսկ մի-երկու շփում կոնֆլիկտային ա եղել նույնիսկ։ Բայց հաշված ամիսների ընթացքում, 2 թե 3 ամսվա ընթացքում նա դարձավ իրականում վարչապետ։ Եվ գիտեք ինչով էր նա բոլորից տարբերվում, բոլորիցս տարբերվում։ Միակն էր իմ պատկերացմամբ գոնե այդպես, իմ շրջապատում ես մեկ ուրիշին այդպեսին չեմ տեսել, որը այս երկրի քարն ու չոլը սիրում էր, անհատնում, ամենացորդ էր սիրում էր այս երկիրը, դրա համար իրան զգում էր պատասխանատու, հետաբար եւ նաեւ տեր, ոչ թե տերերի պաշտոն է, հասկանում եք, սա շատ էական է։ Ու դրա համար նրա խոսքերը կարող էին մեր թշնամիների մոտ առաջացնել լուրջ մտահոգություններ երկարաժամկետ կտրվածքում։ 21-րդ դարը մերն է լինելու։ Եվ ինքը գնում էր այդ ճանապարհով։ Ինքը օրինակ ես կարող եմ առանց սխալվել հավանականության պատմել, որ իմ ջարդից Իրավու Քոչարյանի մեջ նմանություններ շատ կար, առանձին հատկանիշների առումով։ Օրինակ լսելու կարողություն։ Երկուսն էլ լսել գիտեն։ Երկուսն էլ չեն վախենում, ասել որ չգիտեմ։ Չենք աշխատվում, ասել չենք հասկանում կամ չգիտեմ։ Ես հիշում եմ մի անգամ Վազգենը Լևոն Բարխոդարյանը ասաց, «Տանաշեն»։ Մի հատ անց ներկայացու ես հասկանում, բայց ես չեմ հասկանում շարքային քաղաքացին ոնց կհասկանա։ Այսինքն գիտեք, անհարմար չեն զգում ասել որ չգիտեմ, բայց պատրաստ են մտնել հարցի խորքերին։ Օրինակ իտալաբերություն շատ էր, երկուսն շատ կարևոր է, գիտեք ինչ, բազմաթիվ խնդիրների մեջ կարողանում են զգալ ամենագլխավորը, որից որ բռնես ու քաշես, խնդիրը աշճանաբար քայլարկալ կլուծես։ Նպատակողվածությունը։ Եվ եթե դուք ասում եք ինչն էր Քոչարյան վարչապետի Քոչարյան նախագահի, մենք հայ հասարակությունը Քոչարյանին դարձեցինք чужой среди своих։ Երբ որ սկսեցին իրեն վեքսիլներ ներկայացնել, դու կազմակերպեցես, դու ես ամեն ինչի պատասխանատուն, առանց գիտակցելով որ խնդիրը այստեղ չէր, խնդիրը դրսում էր եւ պլանավորված էր շատ հմտորեն։ Բայց ներսից էլ չեկան ինչ որ ուժեր ովքեր սկսեցին տարածել։ Այդ ներսի ուժերը ովքեր էին։ Ես ասում եմ, թե ՀՀՇ-ն, որը փորձեց օգտվել ստեղծված իրավիճակից եւ վրեժ խնդիր լինել Քոչարյանից։ Ինչի համար։ Այդ 98 թվականի իշխանապողության համար։
Բայց չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ըստ էության Քոչարյանին բերել Հա, Հայաստան։ ճիշտ է, Լևոն Տեր-Պետրոսյանն էր բերել, բայց 97 թվականի վարչապետ աշխատած ժամանակահատվածում հատկապես Ղարաբաղյան խնդրի կարգավորման այդ փուլային տարբերակի առումով առաջացավ շատ լուրջ քաղաքական հակասություն, չեմ ուզում արճակատում բառը օգտագործեմ։ Եվ Տեր-Պետրոսյանը իր հրաժարականում մեղավոր էր տեսնում ոչ միայն Վազգեն Սարգսյանին, հավանաբար, հա, այլ նաև մեղավոր էր տեսնում նաև Քոչարյանին կամ նույն Սարգսյանին միգուցե, չեմ կարող ասել։ Բայց որ այդ ողբերգությունը, այդ ոչրագործությունը շատ քաղաքական ուժեր փորձեցին օգտագործել սեփական, շատ ներկանձիվ, տեղական քաղաքական նկատառումներով ներկայացնելով դա իշխանության գզվռտոց Ղարաբաղցիների եւ հայաստանցիների միջև դա փաստ է։ Եվ ժողովուրդն էլ դա պատրաստ էր ընդունելու, որտեղ ժողովուրդը վաղուց, այսինքն նա չէր պատկերացնում այլ կերպ։ Հասկանում եք, մեր ժողովուրդը ոնց կար ցածր երևակայության մակարդակում շարունակում է ցավոք սրտով մեծ մասը զանգված այդպես էլ մնալ։ Փայլուն բաները կամ հասարակ բաները շատ հեշտ բաներ ընդունում են, բայց արդյունքում ինչ տեղի ունեցավ։ Արդյունքում տեղի ունեցավ այն, որ Քոչարյանը սկսեց հասկանալ, որ ինքը յուրայինների մեջ օտարն է։ Եվ ընդ որում Տեր-Պետրոսյանը եւ իր շրջապատը, որտեղ այն ժամանակ հիմնականում նա այդ էր, չեն էլ խորշում երբեմն այդպես հենց ներկայացնելուց, չէ՞։ Հասկանում եք։ Ինչ եղավ, մենք ռուսերեն ասում են զագնալի в угол Քոչարյանին։ Օրինակ ես շատերն են այդ ժամանակ եղել, այդ նաև ես հորդորում եմ հանգարց հրաժարական չտա, որտեղ Քոչարյանի հրաժարականներն էին պահանջում։ Այժմ ասում եթե դու հրաժարական ես տալիս, այս պետություն վերջ կանդվում է։ Չեն կարող ունենք։ Ուրեմն պետք է հրաժարական չտաս։ Ինքը գիտակցում է իր պատասխանատվությունը այդ առումով։ Նո, մենք իրան անկյուն մղեցինք, չէ՞։ Եվ ինքը ինչ արեց, он начал отстреливаться. Как мог? Ինչպես առաջերտից իրան շրջապատել իրեն նվիրված մարդկանց, ով իսկ այդ նվիրված մարդիկ Ղարաբաղցիները պետք է լինեն։ Այստեղից էլ խնդրեմ, որակապես այլ մարդ դարձրեցինք մենք, Քոչարյանը դարձրեցինք որակապես այլ գործիչ։ Քանց մինչ այդ էր։ Ես նոր չարաշ նկարագրեցի, թե վարչապետ Քոչարյանն։ Ես պետք է ասեմ նույնիսկ այդ պարագայում, անգամ այդ պարագայում, եթե լինենք ազնիվ, իսկ ես մենք կարծում մենք պարտավոր ենք լինել պատմության գոնե արժև, մեր սերունդների արժև, մենք ինքներս մեր արժև պետք է ունենք հանգիստ, ազնիվ, հա։ Մենք պետք է արձանագրենք հետևյալը։ Քոչարյանը ժառանգեց Տեր-Պետրոսյանից պետականության հիմքերը, իր պատկերացնում որոշ ամրացումներ կատարեց, բանակ, տնտեսական քայլեր, բան եւ այլն, եւ սկսեց ձեռնամուխ եղավ վերնատան, վերնաշենքի կառուցմանը, վերնաշենքն ու կարկասը եւ տանիքը։ Այսինքն այն պետականության այդ տեսանկյունից ես կարծում եմ որ մեր երեք նախագահները թեպետ առերևույթ իրանք միմյանցից շատ են տարբերվում, բայց մեծ իմաստով պատմական առումով, եթե նայում եք, մեկը մյուսի պատմական առաքելության շարունակողն է դա եղել։ Օբյեկտիվորեն պարագաների բերումով, նույնիսկ միգուցե նաև չգիտակցել, որովհետև մենք միջև այլ տեսնում ենք Տեր-Պետրոսյան Քոչարյան միջանձնային շատ լարված փափուկ ասած, հա, հարաբերություններ, բայց դա ոչինչ չի նշանակում։ Քոչարյանը շատ լավ հասկանում էր, որ տնտեսությունը ոտքի կանգնացնելու համար պետք է ենթակառուցվածքների արդիականացում։ Եվ գնացինք այդ ճանապարհով։ Պարոն Հարությունյան, այստեղ մի փոքր իսկ Ռոբերտ Քոչարյանը եւ Վազգեն Սարգսյանը որևէ հակասություն ունեցել են։ Տեսեք, ես միանգամից կարող եմ ասել ոչ, միանգամից կարող եմ ասել ոչ, բայց ես ինչու եմ մտածում, ես ուզում եմ մտաբերել դեպքեր, իսկ այդպիսին շատ են եղել, որ Վազգեն Սարգսյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, կառավարության նիստերի ժամանակ կամ քննարկումների ժամանակ եղել է շատ դեպքերում, լսեք, ես հիմա ինչ գնամ ձեր անունից ինչ զեկուցեմ նախագահին, ինչ երեսով նայեմ նախագահին։ Հասկանում եք, ինքը երբեք փորձ չի կատարել, փորձ չի կատարել սեփական հեղինակությունը ամրապնդել նախագահի քաղաքական վարկանիշը իջեցնելու գնով, դա Վազգենը չէր։ Նա իրան չէր կարող թույլ տալ, որովհետև ինքը գիտեր ինքը ինչ է։ Իր կշիռներ գիտեր, շատ լավ էր հասկանում։
խորությամբ ընկալում էր։ Իսկ Ռոբերտ Այսինքն Քոչյանի համար այդի հակասություն չի եղել։ Իսկ Ռոբերտ Քոչյանի համար կարող էր Վազգեն Սարգսյանը ընկալվել որպես մրցակից, եղել են Եթե նույնիսկ, որտեղ ես չեմ կարող փաստել դա, փաստերով չեմ կարող դա ամրագրել, ընդհանրում է շատ բնական է, որ կարող էր այդպես մտածել, բայց եթե դա նույնիսկ եղել, դա երբևէ չի անդրադարձել նրանց առերևույթ հրապարակային փոխհարաբերություններ, որ ասենք թե ոմանք փորձենք դրանից եզրակացություններ անել։ Հասկանում եք, բոլոր դեպքերում մի բան ակնհայտ է։ Քոչարյանի ժամանակաշրջանում մեր բոլոր ենթակառուցվածքները մեծագույն արդիականացման փուլ ապրեցին։ Տեսեք, մեկ-երկու օրինակ բերեմ, հա։ Տեսեք, օրինակ, շատ քչերն են խոսում այն մասին, որ միայն Քոչարյանի ժամանակ Սևանի մակարդակը 1 մետրով ավելացավ։ Քոչյանի ժամանակ, չէ, ամբողջ երկրաշարժի գոտին, աղիթի գոտին ամբողջությամբ ոտքի կանգնեց։ Քոչյանն արել դա։ Քոչյանի ժամանակ Երևան քաղաքում շատ ու շատ ենթակառուցվածքներ, չէ, արդիականացվեցին։ Այսինքն թունել, բան եւ այլն։ Օրինակ, որևէ մեկը չի հիշում 98 թվականին, կամ, հա, 98 թվականին Փարաքարի խաչմերուկը ինչ տեսքում էր։ Դուք չեք հիշի դա։ Գիտեք ինչ, կատակոմբաներ, հողակույտեր, բան, մարդիկ դրսից հյուրեր են գալիս, խաթարակ են կրնում։ Քոչարյանը առաջի խնդիրը որից այդտեղ լուծումները տվեց։ Այսօրվա այն խաչմերուկը, որ մենք ունենք, դեպի Բանգլադեշ գնացող բան, այդ ժամանակ տրվեց։ Քոչարյանի ժամանակ ըստ էության կառուցվեց Դավիթաշյանի կամուրջը։ Մինչև այդ կամուրջը կիսատ էր։ Բայց միևնույն ժամանակ այն խնդիրները, որոնք գալիս էին դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից, ավելի խորացան եւ Չավելի խորացան։ Ես չի ասի ավելի խոցան։ Ցավոք սրտի չվերացան։ Հա, չվերացան։ Ձևակերպել այդպես։ Օրինակ որը, այդ որ ասում եմ նախագահի իշխանություն ինստիտուտը պահպանվեց։ Կրկնում եմ, մենք Քոչարյանի ստիպեցինք գնալ այդ ճանապարհով։ Մենք հոկտեմբերի 27-ի ոչռագործության հանրային մեկնաբանությամբ ստիպեցին Քոչարյանին ինքը իրան շրջապատի այն մարդկանցով, որոնք իրեն նվիրված են, որսի ինքը կարողանա իր իշխանություն իրականացնելու առումով, հա, այսինքն կարողանա այդ ծրագրը իրականություն դարձնել։ Այսինքն այստեղ ես ոչ թե չեմ մեղադրում Քոչարյանին, բայց օբյեկտիվորեն եմ ուզում հասկանալ ինչ կաներ որևէ մեկը նրա տեղ, երբ որ արդեն նրան ոնց որ ասում են բան են արել դատապարտել են, չէ, որ դու ես նրա այն գյուզատու գլուխը ուտողը, ինչ պետք է աներ նա։ Այս փուլը Ռոբերտ Քոչյանի կառավարման ընթացքում Այսինքն եթե կներեք ավարտեմ այս մասը, որովհետև շատ կարևոր եմ դա համարում։ Ես շարունակում եմ պնդել, որ Քոչարյանի ժամանակ այն արատները հանրային օրգանիզմը, որոնք ձևավորվել են օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով Տեր-Պետրոսյանի ժամանակահատվածում, այդ արատները պահպանվեցին ցավոք սրտի։ Այդ թվում նաև իշխանության բիզնեսի սերտաչումը, այդ թվում։ Թեպետ Քոչարյանը շատ սկզբունքորեն էր վերաբերվում արդեն սեփականաշնորհման գործընթացին, նա շատ լավ հասկանում էր, թե այդ օրինակ կոնյակի գործարան կամ մեր կապի համակարգի սեփականաշնորհումը ինչ հնարավորություններ կարող են բացել հետագա զարգացումների համար, բայց այդուհանդերձ այդ իշխանություն, բիզնես քաղաքականություն, այդ սերտաչումը պահպանվեց։ Նախագահի ինստիտուտը արքունիքի տեսքով պահպանվեց։ Սոցիալական դևեռացվածությունը պահպանվեց։ Սրանք այն արատներն են, իմ պատկերացմամբ, միգուցե ոչ ամբողջական ցանկը, բայց որոնք մեր հանրային կյանքը դարձնում են խոցելի։ Ամեն դեպքում կարող ենք արձանագրել ըստ ձեզ, որ Քոչարյանի մոտ ստացվեց այդ հիմքի վրա կարկասը կառուցել եւ նաեւ տանիքը։ Այո։ Հիմա գանք արդեն Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Իդեպ այստեղ մի բան էլ պետք է մենք արձանագրենք անի, որովհետև այս ամբողջ ընթացքը զերծ չի եղել, չէ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից։ Սրանք բոլորը շատ էական նշանակություն ունեցել հենց այդ գործընթացի համար նաև, որովհետև այդուհանդերձ ուզում ենք մենք թե չէ, Քոչարյանի ժամանակահատվածում Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարումը տարածաշրջանում
կարևորության տեսանկյունից պահպանվեց, միգուցե նույնիսկ ավելի կարևորվեց։ Ես մի օրինակ եմ ուզում բերել, որտեղ բոլորին վերջերս ինձ լրագրողներից մեկը, ձեր գործընկերներից մեկը հարց տվեց, ասեց Քոչարյանի ժամանակ այդպես չի, որ կենտրոնից, այսինքն Մոսկվայից էին որոշումները կայացնում արտաքին քաղաքական, ես ասում եմ ոչ, ես հիմա եմ պնդում ոչ, եւ որպես օրինակ բերեցի այն, որ Քոչարյանի կառավարման ընթացքում մենք որոշում կայացրեցինք հայաստանյան զինված ուժերի մասնակցություն ունենան միջազգային խաղապահ զորամիավորումների կազմում եւ առաջի այդպիսի զորամիավորում ուղարկվեց Իրաք։ Եվ այն ժամանակ Ռուսաստանը դեմ էր Միացյալ Նահանգների այդ նախաձեռնությանը Քոչարյանը եւ դեմ էր բնականը, որովհետեւ մենք մասնակցություն ունենք այդ խաղապահ միսիային։ Քոչարյանը այդ որոշումը կայացրեց։ Բայց ամեն դեպքում այդ մեղադրանքները Քոչարյանին հնչեցնում են գույք պարտքի դիմաց։ Տեսեք, գույք, ես ճիշտն ասած, ես այն կարծիքին չեմ, որ այդ շրջանը եղել է զերծ թերություններից ու սխալներից։ Միգուցե նաև կարելի ասել Ռուսաստանի հնարավոր դերակատարումը մի քիչ ավելի գերակայված էր, գերագնահատված էր, քան իրականում դա կար։ Միգուցե ես էլ օրինակ հիացած չեմ գույք պարտքի դիմաց։ Առավելևս երբ որ մի օրինակ պետք է բերեմ, օրինակ Վրաստանը, Շվարդնաձեի Վրաստանը, Ռուսաստանին պարտքեր 270 միլիոն, կարող ավելի քան մենք։ Ընդ որում այդտեն Վրաստանը, որը հասավ նրան, որ ռուսական բազան Ախալցխայից դուրս եկավ։ Ուրեմն մենք մեր պարտքը մարելու համար եւ Ռուսաստանի դեպ պետք է ասել, որ հսկայական քանակությամբ երկրներ Մոնղոլիայից սկսած մինչեւ աֆրիկյան երկրներ միլիարդավոր պարտքեր ներեց։ Ու մենք տեսեք խնդրում ուշադրություն դարձնենք, դրա համար մնացածին թողնում եմ եկող Վրաստանի հետ եմ համատում ես։ Վրաստանը, որը հասավ նրան, որ ռուսական բազան դուրս եկավ իրանց մոտից, Վրաստանի 170 միլիոն, եթե չեմ սխալվում, կարող է այս տիպը սխալվում եմ, պարտքը ռեստրուկտուրիզացիա ենթարկեցին 2021 թվական։ Իսկ Հայաստանը պետք է անպայման 100 միլիոն պարտքը փակեր գույքով։ Ես օրինակ այս մոտեցումը չեմ ողջունել։ Ես շրջանակ իշխանության կազմում չէի, իմ դերակատարումը այսպես շատ այսպես որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, բայց ոչ ավելին։ Ես չեմ ողջունել։ Ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումը չէ ու պետք է բանակցել հնարին չափով։ Բայց եթե նույնիսկ գնացիք այդ ճանապարհով, դեպքում Մարսը, բանը, դրանք պետք է աշխատեին։ Հասկանում եք ամբողջ հարցը ինչու՞ն էր կայանում։ Այսօր դա ավելի ակնհայտ է։ Այսօր Ռուսաստանը իր հարկ չէր համարում իր ռազմավարական գործընկերոջ տնտեսության մեջ ռեալ սեկտորում լուրջ ներդրումներ կատարել։ Դա իր խնդիրը չէր համարում։ Բացի Արմենալից ինձ ոչ ոք չի կարող ցույց տա մի ու մեկ էլ ենթակառուցվածքները Գազպրոմ-բան թողում եք մի կողմ, հա, ինչ չեն կարող ցույց տան մեկ ներդրում ռեալ սեկտորում, որ արել են ռուսները։ Եվ մեկ էլ ըմբերքը։ Հասկանում եք, չէ՞։ Դրա փոխարեն օրինակ Ռուսաստանը շատ լուրջ քաղաքականություններ պարում Ադրբեջանում, օրինակ Ռոսսելմաշի ֆիլիալ բացել, գազ ավտոմոբիլային ընկերության ֆիլիալը բացել, ասենք թե վերտալյոտների, ուղղաթիռների սպասարկման կենտրոն սեփական ուժով ադրբեջանցիներ կառուցել։ Սա ռեալ սեկտորում ներդրումներ են։ Այսինքն ես խորապես համոզված եմ, որ մեր վերաբերմունքը Ռուսաստանին adekvat չի եղել այն վերաբերմունքը, որ ունեցել է Ռուսաստանը մեր նկատմամբ։ Դե կարծում եմ նաև պատերազմի 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմավարական գործընկեր։ Դե տեսեք, մենք հիմա մոտենում ենք կամաց-կամաց, ասենք թե այդ շրջանին, ես որքան հասկանում ձեր հաջորդ հարցը պետքա վերաբերվեր երրորդ նախագահի քննարկենք նոր գանք 4-րդ նախագահ։ Տեսեք, ես ասեմ, այդտեղ կտրուկ փոփոխություններ տնտեսական քաղաքականության մեջ թերևս այն էր, որ մենք միացանք եւ ինտեգրվեցինք Եվրասիական տնտեսական միության, դա շատ ճիշտ որոշում էր։ Երրորդ նախագահի։ Խոսքը գնում է Սերժ Սարգսյանի ժամանակվա կայացած։ Սերժ Սարգսյանը բավական լուրջ նախաձեռնությունով հանդես եկավ Ադրբեջանի հետ մեր հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Կազանյան փաստաթուղթ, դու գիտեք, այդ չէր կարող առանց Սերժ Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ
ինչպես նաև ռուսական կողմի Մեդվեդևի նախաձեռնած խնդիրը լուծումների գար։ Ցավոք սրտի չստացվեց։ Սերժ Սարգսյանի քաղաքական ակտիվին պետք է վերագրել ֆուտբոլային դիվանագիտությունը, որը նույնպես չհաջողվեց, հա։ Բայց ամենակարևորը գոնե ինձ համար, որպես նախկին քրիստոնեդեմոկրատական միության նախագահ, ինձ համար ամենահրապուրիչը հանրապետական կուսակցության քաղաքականության մեջ դա եվրոպական վեկտորն էր։ Երբ որ Սերժ Սարգսյանը անթակույց կամ արևելյան գործընկերության քաղաքականության կամ բանաձևը համառորեն փոխեց եւի։ Այսինքն ես խորապես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը ըստ էության եվրոպացիներին օգնեց իրենց իսկ այդ արևելյան գործընկերության քաղաքականությունը փրկեց։ Ինչու՞։ Որտեղ այն ժամանակ, եթե դուք հիշում եք, 11 թվականին եկավ այստեղ Բարոզոն, որը անցան մեր իրենց արտաքին Եվրոմիության, եւ բարձ ասեց, մենք խնդրին նայում ենք կամ մեզ հետ եք, կամ մեր դեմ։ Ոչ մի հիմք չենք ընդունում։ Սերժ Սարգսյանը այդ բանակցությունների ժամանակ եւ բրիֆինգի ժամանակ էլ ասաց, ասաց ոչ, մենք չենք կարող անտեսել այն ռազմավարական հարաբերությունները, որ կապում են մեր Ռուսաստանի հետ, հետաբար մեր նպատակն է ձեզ հետ խորացնել մեր հարաբերությունները, ընդհանուր միջև ինստիտուցիոնալ համագործակցության մակարդակ, բայց ոչ ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթի։ Սա շատ ճիշտ բանաձև էր։ Եվ դա ըստ էության իրականություն դարձավ, թեպետ ռուսները շատ խանդով էին վերաբերում Սերժ Սարգսյանի դեպի Եվրոպա ուղղությամբ նախաձեռնություններին, եւ ես շատ լավ հիշում 13 թվականի նոյեմբերի 27-ին Վիլնյուս բոլորը կացվում եւ ռուսներն էին պահանջում, որ Սերժ Սարգսյանը չմասնակցի այդ Վիլնյուսի գագաթնաժողովին, արևելյան գործընկերության նա մասնակցեց, ոչ մի բան չստորագրեց, բայց հասավ նրան, որ հաջորդ տարի մայիսի 5-ին Ռիգայում 2014 թվականին մայիսի 5-ին ստորագրվեց մի փաստաթուղթ, որի հիմքում գած էր Եվը։ Իսկ Եվրոմիությունը ընդունեց, որ Հայաստանի պարագայում դուք չեք կարող հաշվի չնստել Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունները իրենց ռազմավարական գործընկերոջ հետ։ Սա շատ լուրջ պրարիվ էր, ճեղքում էր։ Այլ հարց է հետագայում Իսպանով դա կարողացան կյանքի կոչել կապիտալիզացնել, հա, դա բոլորին այլ հարց է։ Բայց սա փաստում է փաստ։ Ես տեսեք տնտեսական լուրջ բարեփոխումների մասին չեմ խոսում, որովհետև եղել օրինակ չէ, կային իհարկե, կային օրինակ ասենք թե նույն դատական համակարգում փոփոխությունները ինստիտուցիոնալ բարեփոխումների մասն է խոսքը գնում։ Բայց օրինակ ասենք թե այն, որ մենք հյուսիս-հարավ ճանապարհը չկարողացանք կառուցել 10 տարվա ընթացքում, դա համենայնպես ոչ մի լավ բանի մասին չի խոսում տնտեսական ոլորտում քաղաքականության իրականացման տեսանկյունից։ Ես գտնում եմ, որ իմ պատկերացում դրա համար եմ ասում, 3 նախագահները մեկի գործը շարունակեց։ Բայց կարծեք թե եկավ հասավ Սերժ Սարգսյանը։ Եկավ մի րոպե, երբ որ եկավ հասավ Սերժ Սարգսյանը ձեռնամուխ եղավ, եթե կարելի առնեց պատկերավորել, այդ նոր կառուցող շենքի եվրոռեմոնտով։ Եվրո վերանորոգումն էր իր ֆունկցիան, ինքը այդպես էր տեսնում։ Դա, այսինքն Հայաստանում ապրելու եւ գործելու համար ավելի բարենորոգ ինստիտուցիոնալ հնարավորություններ։ Ինքը տեսնում էր դա եվրոպական Եվրոմիության հետ համագործակցության ոչ թե ինտեգրման, այլ ինստիտուցիոնալ խորը համագործակցության ճանապարհով։ Իմիջիալոց ՍԵՊԱ-ի փաստաթղթում կան կետեր, որոնք ես չեմ ընդունում, բայց դա թողնենք մի կողմ, դա իմ անձնական կարծիքն է, չէ՞, երբեմն, բայց որ ՍԵՊԱ-ն ըստ էության նշանակում էր պահպանելով Եվրասիական տնտեսական միության նկատմամբ, Ռուսաստանի նկատմամբ եւ ՀԱՊԿ-ի նկատմամբ ՍԵՊԱ-կան այսպես ասենք ռազմավարական համագործակցության սեփական նախաձեռնությունները դրան զուգահեռ ինքը ձեռնամուխ եղել է Եվրոմիության հետ ինստիտուցիոնալ համագործակցությունը խորացնելու այդ քաղաքականության։ Ես դա ողջունում եմ։ Հաջողվեց թե չէ, մենք կարող ենք հիմա քննարկել, եթե գտնենք հարմար, բայց ինքնին տրենդը, ինքնին այդ միտումը շատ էական է մեզ համար։ Պարոն Հարությունյան, այսինքն ինչ է ստացվում։ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմքը դրեց բազմաթիվ թերություններով, սխալներով, Ռոբերտ Քոչարյանը այդ կարկաս տանիքը կառուցեց էլի թերություններով, սխալներով, Սերժ Սարգսյանը եվրավերանորոգումը արեց եւ տվեցին Նիկոլ Փաշինյանին։ Ասեմ, ես այս հարցի պատասխանը հնչեցրել եմ դեռևս 18 թվականին, հունիս ամսին։ Իդեպ ես մեկ երկու բան պետք է երթուղությամբ ներկայացնեմ։
Այն, որ շատերիս համար, այդ նաև ինձ համար, անսպասելի էր, որ այդպես մի 10-12 հոգով չեմանում Գյումրիից վեկացան ընկան ճանապարհ ու այս ամենը չավարտվեց, ինձ համար իրականում անսպասելի էր, չեմ թաքցնում, անսպասելի էր։ Երկրորդը, այդուհանդերձ ինձ նորից նույն հարցն էր հետաքրքրում, ինչու։ Ինչպես եղավ, որ սենց ասում են արտաքին ուժեր, լավ, ընդունում եմ։ Հզոր ուժեր։ Բայց կներեք, այն 100,000-ավոր երիտասարդները, չասենք 100,000-ավոր, զանգվածաբար որ գալիս են աջակցում են, հո բոլորին հատ-հատ փող չեն տվել։ Ուրեմն մեր կար Սերժին մերժելու օբյեկտիվ հիմք։ Գիտեք, զարմանալի մի բան կա, կարծում այդ մասին Սևակն է ասել 66 թվականի գրողների միության իր հանճարեղ ելույթում։ Ատելությունը բոլորին միավորում է։ Զարմանալի բան է։ Մարդիկ անհամատավելի հեշտ են միավորում ատելությամբ, ինչ որ բանի կամ մեկին հանդեպ, քան սիրով։ Դե բայց դժվար է, չէ, բազմաթիվ մարդկանց կողմից դառնալ ատելի կերպար, դա էլ է։ Չէ, դա գիտեք, հիմա ես ձեզ ասեմ, 2000 թվականից Նիկոլ Փաշինյանը անում էր այդ գործը։ Համառորեն, հետևողականորեն արել այդ մարդը։ 2008 թվականի մարտի 1-յան իրադարձություններում Նիկոլ Փաշինյանը չէր թաքցնում իր հակա-ղարաբաղյան չէ դիրքորոշումը։ Ընդ որում այդ ամենը ներկայացվում էր Ղարաբաղցիների կլան, թուրքամեջ, մոնղոլ թաթարների։ Բայց կան չէ օբյեկտիվ պատճառներ Սերժ Սարգսյանին ատելու համար։ Հետևաբար որն էր հայա, այսա եմ ասում։ Ես օրինակ կարծում եմ համար մեկ խնդիրը, որ մենք ձևավորել ենք, մենք եմ ասում, որ բոլոր ժամանակների իշխանությունները դա անարդարությունն էր։ Մեր համակարգը արդար չէր։ Ընդ որում դաղալը իշխանություններն էին։ Սա շատ կարևոր բան է իմ պատկերացմամբ։ Մարդիկ առօրյա կյանքում անընդհատ բախվում էին անարդարության հետ։ Դրանք մի մասը թաղային հեղինակությունների տեսքով, մի մասը անհասկանալի սեփականատերերի տեսքով, մի մասը նոր ձևավորվող հաբրգած օլիգարխների տեսքով, դրանք բոլորը արդարություն, այսինքն անարդարության ճաչացող բան էր։ Նաև դատական համակարգում բազմաթիվ անարդարություններ։ Ես ասում եմ անարդարություն։ Տեսեք, մի օրինակ եմ ուզում բերել, որտեղ սա նույնպես շատ էական է։ Իդեպ 2008 թվականին ես ասել եմ, այս մասին հայտարարել եմ։ 2008 թվականին Օբաման հանդես եկավ մի հայտարարությամբ։ Ասեց հետևյալը. Միացյալ Նահանգներում սոցիալական բևեռացվածության մակարդակը այն աստիճան է խորացել, որ այն արդեն սպառնում է ազգային անվտանգությանը։ Այդ այն ժամանակը, երբ որ Միացյալ Նահանգներում ի տարբերություն մեզ այդ անվտանգության բևեռացումը, սոցիալական բևեռացումը այդ աստիճան խորը չէր, բայց Միացյալ Նահանգների աշխարհի համար մեկ ազդեցիկ պետության ղեկավարը գտնում է, որ սոցիալական բևեռացվածությունը կարող է հանգեցնել ազգային անվտանգության լուրջ խնդիրների։ Ինչը մեզ մոտ եղավ։ Ես նույն բան ասել եմ 2008 թվականին, երբ որ նոր ձևավորում էր Տիգրան Սարգսյանի կառավարությունը։ Ասել եմ համար մեկ խնդիրը փորձել ինստիտուցիոնալ առումով չեզոքացնել սոցիալական անարդարության կամ սոցիալական բևեռացվածության այս երևույթը։ Չեզոքացնել, մեղմել հնարին չափով։ Հասկանում եք, իրավիճակը անտանել է նաև այն առումով, որ հասարակության, հատկապես երիտասարդության մի հատված շատ լավ հասկանում էր, ովքեր են լավ ապրում։ Նրանք, ովքեր կյանքում երկու գիրք չեն կարդացել, բայց գիտեն իշխանության հետ հարաբերվելու բոլոր անցքերը։ Սա սարսափելի վտանգավոր էր։ Դրա համար էլ օրինակ սկսեցին վիվարոները մեծ թափ ստանալ, ինչու որտեվ լավ ապրելու համար գիտելիք պետք չի։ Նրանք չեն հասկանում, չէ՞ որ որպեսզի դու կայացած բիզնեսմեն դառնաս, պետք է որոշումներ կայացնել, որակյան որոշումներ կայացնել ունակ լինես։ Ես առանց չափազանցության չողջունելով պետական իշխանությունը սեփական նպատակներին ծառայելու ճանապարհով հաջողություններ արձանագրմանը, ես ըստամենը արձանագրում եմ այսօր էլ գործող բոլոր մեր ասած օլիգարխները դրանք որոշում կայացնելու ձիրք, միգուցե բնատուր ձիրք ունեցող մարդիկ են։ Չգիտեմ ինչքան գիտելիք ունեն,
Չեմ կարող դա գնահատել, բայց որ որոշում քթեցակ ունեն, հոտառություն ունեն ու զգում են որտեղա պետք ճիշտ որոշում կազմել, դա փաստ է։ Հիմա այս մեր երիտասարդությունը այսքանը բան չի հասկանում, չէ՞։ Ասում եմ, դες շուստրությամբ հարստացան։ Բայց ես մի հատ գնամ վիվարներում երկու հատ ստավ կանեմ, կարող է պետք է իմ մոտ է ստացվի։ Հասկանում եք, գիտելիքի նկատմամբ վերաբերմունքը խաթարվեց։ Գիտելիք ունենալով սեփական կյանքը կազմակերպելու կոնցեպտը մղվեց չմանում որրորդ պլան։ Այսօր էլ այդպես ի դեպ։ Դե այսօր ավելի կարծես վիճակը խորանում է։ Հասկանում եք, այսինքն ես ինչու եմ սա ասում, սրանք այն օբյեկտիվն են, որը մենք ունեցել ենք, չենք նկատել, չենք գիտակցել, չենք կարևորել, միգուցե։ Պարոն Հարությունյան, այ մի հարց եմ ձեզ ուզում տալ, գուցե դուք տեղյակ լինեք, քանի որ բայց այն դեպքում ուզում եմ այդ հանդես պատմեմ, որ ասի հիմա կասեմ, այդ 18 թվականին, երբ որ արդեն Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել, եւ Նիկոլ Փաշինյանը թեկնածությունը որպես վարչապետ առաջադրել էին։ Այդ ժամանակ ինքը վարչապետը բոլոր ֆրակցիաների հետ հանդիպում էր։ Մայիսի 1-ի խորհրդարանական այդ նիստի նախօրյակին։ Ամսի 28-ն էր կարծեմ ապրիլի 28-ին, նաև հանրապետական ֆրակցիա հետ։ Ամենատարբեր հարցեր տվեցին նրան, ամենատարբեր։ Ես ընդհանրապես մի հարց եմ տվել։ Ասել եմ, դուք փորձառություն չունեք վարչապետ աշխատելու, դա փաստ է եւ ինձ պետք չի դա հիմնավորել։ Ընդ որում ասել եմ, որ ոչ թե ասում եմ քննադատաբար, ես փաստ եմ արձանագրում։ Բայց դուք հավակնում եք դառնալ վարչապետ, չունենալով համացան փորձառություն գիտելիք։ Ասեցի նման դեպքերում որպես կանոն առաջի դեմքի փորձառության գիտելիք պակաս է որպես կանոն լրացում են թիմով։ Հիմա ինձ հետաքրքրում է ովքեր են ձեր օրինակ արտգործնախարարը, ով է լինել ձեր պաշտպանության նախարարը, ֆինանսների նախարարը, ովքեր են լինելու։ Ասեցի ես չունեմ այդպես մարդիկ։ Ասի կներեք, դեպքում ես չեմ հասկանում, թե դուք ինչու եք ուզում դառնալ վարչապետ։ Իդեպ ես այսպեսի ելույթ էլ ունեցել եմ ամսի 1-ին։ Դուք բայց հետո կողմ քվեարկեցիք այդ ուղղորդիչը ոչ։ Ֆրակցիայից առանձին, հա։ Չէ, ես ամսի 8-ին եմ ելույթ ունեցել։ Եվ նույնիսկ հարցին եմ պատասխանել։ Կան, որտեղ հարցեր կան մարդիկ, որոնց ասում են բան, ոչ թե հեղափոխություն, այլ չեմ ան, ասի ես եմ այդ մարդկանցից մեկը։ Ասի միգուցե ձեր նպատակը հեղափոխական փոփոխություններ անելն է, բայց փաստը փաստ դա պրոստը հեղաշրջում էր։ Ես ասել եմ դա։ Հասկանում եք, այսինքն ես նախ կողմ չեմ քվեարկել, չէ կարող քվեարկել։ Բայց որ ես պետք է նույնպես անկեղծ լինեմ, որ ինչ որ մի փուլ, ինչ որ մի պահ ինձ թվում էր, թե այդուհանդերձ իր մղումները անկեղծ են, որ այս մեզանում արկա խոցերը պետքա կարող է գիտակցում, բայց չիմանում ինչպես։ Ու կարծում եմ, ինձ թվում է, թե կարող էր դիմել շատ ու շատ փորձառու մասնագետների աջակցությանը, ես համարյա թե սել էի վստահել, բայց ցավոք սրտի դագազարգացումները ցույց տվեցին, որ ես, ինչպես որ շատերը մոլորվել էինք։ Պարոն Հարությունյան, մի հարց էլ կուզեմ ձեզ տալ, գուցե տեղյակ լինեք, Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան հակամարտություն եղել է երբևէ նախկինում, որը գուցե նոր դրսևորվում է եւ գալիս է արդեն ավելի առերևույթ վիճակ։ Ճիշտ ասած, քանի որ ես իրանց միշտ պատկերացրել եմ մեկը մեկին լրացնող։ Մեկը մեկով պայմանավորված կոպիտ ասած, նույնիսկ իշխանափոխությունը կամ իշխանահանձնումն էլ էր կարծում դրանով պայմանավորված։ Շատ բաների պատասխաններ ես չեմ կարողանա տալ, հավանաբար։ Ոչ թե չեմ ցանկանում, ուղղակի տեղյակ չեմ դրա համար չեմ կարող բայց անցյալում չի եղել որևէ։ Ես գոնե չեմ ականատես չեմ եղել։ Որտեղ դա գիտեք, անցյալ 2000 թվականից հետո այլևս ես կառավարության պետական պաշտոններում չեմ եղել։ Դե բայց ամեն դեպքում падգամավոր եք եղել 12 թվականից։ 12 թվականից հետո։ Այո, 12 ոչ միջ այդ։ Չէ, դուք ասիք անցյալում իրենց մոտ ես չեմ հիշում դες բան։ Ուղղակի եմ ասում, չգիտեմ, չեմ կարող։ Հիմա գանք մեր օրեր։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում ժառանգություն ստացավ նախկին 3 իշխանություններից, քիչ թե շատ խնդիրներով, խնդիրներով, բայց կանգուն տուն, հա, այսպես ձևակերպենք։ Ինչպես
պատահեց, որ նա գրեթե արդեն հասել է հիմքերը փշրելուն, հա, բոլորն են խոսում այդ մասին, կամ գուցե չէ, գուցե հակառակը նա երկրորդ հարկն է կառուցում, մենք չենք հասկանում։ Այ կուզեմ լսել ձեր կարծիքը, այսօր ինչ է տեղի ունենում։ Նա որ չի կառուցում այդ փաստը։ Որևէ դրական կառուցողական բան այս ամբողջ ընթացքում ես չեմ տեսել։ Որևէ դրական կառուցողական բան ես չեմ տեսել դա։ Եթե փորձենք փաստերով արձանագրել ինչ ունենք, ապա միայն կորուստներ։ Միայն կորուստներ։ Ընդ որում կորուստներ, որոնք իշխանությունը, մասնավորապես Փաշինյանը, փորձում է ներկայացնել որպես ձեռք բերում։ Մենք կորցրեցինք Արցախը, որովհետեւ ամրապնդենք մեր ինքնիշխանությունը։ Կներեք, երբ որ քո քաղաքականության արդյունքում սոտ խոզնավոր ամբողջ հատվածի ռազմավարական բարձունքները հայտնվել են քո քաղաքականության հետևանքով, հայտնվել են թշնամու զինված ուժերի վերահսկողության տակ։ Ինչ ինքնիշխանություն, ինչ անկախություն։ Մեր պետականությունը մոտեցումն է ուրիշ, մենք չենք հասկանում, գուցե ինչ որ գաղափարներ ունի, հեռանկարներ ունի, մենք չենք պատկերացնում։ Կարծեմ 22 թվականն էր։ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մյունխեն։ Մյունխենի այդ միջազգային ֆորումին մասնակցելու։ Գիտեք ում այդ առաջինը հանդիպեց։ Ալիևի։ Ոչ, Նիվեսի Մուրի հետ, բրիտանական հատուկ հետախուզական ծառայության ղեկավարի հետ։ Իրանք են ցույց տվել։ Առաջին ես ժամանակ մտածում եմ, վարչապետ։ Ինչ որ թեկուզ ցերուի շեֆ։ Դու գնում ես այնտեղ դրա հետ հանդիպելու, հա։ Սա համաձայն է, որ մտորելու տեղիք է տալիս։ Այդ ինչ էի քննարկում իրար հետ, որ չէր կարող քննարկել Աբազյանը նրա հետ, օրինակ։ Աբազյանն այն ժամանակ ազգային անվտանգության ծառայության ղեկավարն էր, Միվեսն էլ նրանց, չէ՞, հետախուզական ծառայության ղեկավարն էր։ Համաձայն եք, որ հարցեր կան այստեղ։ Ընդ որում չի մեկնաբանվել այդ հանդիպման անհրաժեշտությունը, ցույց են տվել հանդիպում։ Շատ լավ հիշում եմ դա։ Ինչ է անում, չգիտեմ։ Չէ, ես գիտեմ ինչ է անում։ Ինչու է անում, կներեք, ամենատարբեր մեկնաբանությունները կարող են լինել։ Սկսած, ոնց որ ով էր ասում, որ եթե այստեղ մեր Թուրքիայի ներկայացուցիչ հաջողություններ չեր ունենա Թուրքիան, ոնց որ լինի։ Սա այդ պայթ վերջացած, չգիտեմ, պրոստը պրոֆեսիոնալ բան, մանիպուլյատոր։ Ընդ որում տաղանդավոր։ Նիկոլ Փաշինյանը հետևանք է, թե ինքն է հիմնական պատճառը, այսինքն նախորդ իշխանությունների Նիկոլ Փաշինյանի իշխանություն թե ինքը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նիկոլիզմը։ Եղավ։ Հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ես ասում եմ, այո, հետևանք էր այն սխալների, այն արատների, որոնք այդ արատները այսօր ավելի են խորացել։ Թե կաշառակերություն, թե լափամանից օգտվելը, չէ, բյուջեն սեփական, բացառապես սեփական նպատակներով ծառայեցնելով, այսօր ավելի է խորացել։ Նախկինում sense ապաշկյարա, ակնհայտ բյուջեի սեփական քաղաքական նկատառումներով բյուջեի միջոցները օգտագործել դեպք չեք արձանագրի դուք։ Այդպիսի բան չի եղել։ Այստեղ մենք կանգնում ենք մի պարադոքսալ իրավիճակի առջև, ոնց է հասարակությունը հանդուրժում։ Այսինքն այն նույն հասարակությունը, ով 2018 թվականին անարդար տարբեր երևույթներից զզված, հոգնած, մերժեց Սերժին, ոնց է տարիներ շարունակ հանդուրժում այս վիճակը։ Տեսեք, մի քանի պատասխան կարող է լինել դրան։ Ես իհարկե ներկայացնում եմ իմ տեսանկյունը, իմ դիտանկյունը, որը կարող է շատ-շատերի համար ընդունելի չլինել։ Առաջինը, մեր հանրությունը այս անկախության տարիներին հասարակությունը իր կոգնիտիվ բոլոր կարողությունները, իմաստասիրի, գիտելիքի հանդեպ բոլոր կարողությունները զրոյացրել է։ Այսօր կաֆեներում, այս սոցցանցերի այս պայմաններում մեր երիտասարդությունը, իսկ այն ժամանակ հիմնական ազդեցիկ ուժը երիտասարդությունն էր, մեր երիտասարդությունը իջել է այդ ոնց են ասում պլինթուսի մակարդակի։ Երկրորդը, որը կարծում եմ շատ կարևոր է։ Անկախության տարիներին մենք արձանագրել ենք հոգևորի աննախադեպ նահանջ։ Աննախադեպ նահանջ։
Եթե 90-ական թվականներին լավ ապրել դա միայն չէր նշանակում գույք փող ունենալը, այլ նաև նշանակում էր հոգևոր որոշակի պահանջների առկայություն եւ այդ պահանջները բավարարելու անհրաժեշտություն։ Որոշակի արժանինքներ, արժանապատվություն։ Դա նշանակում է արժե համակարգ։ Այսինքն դա հոգևորի մասն է խոսքը գնում։ Մենք իսո դա չունենք։ Եվ ես կարծում եմ այդ սեփականաշնորհման աղճատված, դեֆորմացված հանրային կյանքը վտանգավորության աշխարհի խեղող process-ը բերեց նրան, որ օրենսիրները ապրելու կյանքի նպատակներն են փոխվել։ Ապրել նշանակում է գույք փող ունեցվածք։ Ոչ մեկի մտքով չի անցնում դասական երաժշտություն կամ հասկանում եք, այսքան հոգևորը կամ գրականություն, հոգևորը գործը ասել է նրան, որ մի հատ գիրք է գրել, չէ՞, Նիկոլ Փաշինյանը, ես չեմ կարդացել ու համոզված եմ չեմ էլ կարդա երբևէ, այնպիսի բաներ այնտեղ գրած ու դա ներկայացնում է վեբ։ Եվ այս երկրում գտնվում են գրադարաններ, որոնք պատրաստ են այդ վեպը քննարկել։ Նրանք չեն քննարկում Պատկանյանի գործերը, Ռաֆու գործերը, նրանք չեն քննարկում Սևակի կամ Շիրազի գործերը, նրանք քննարկում են Նիկոլ Փաշինյանի վեպը։ Էսա մեր արդյունքը։ Այս պայմաններում քո հասարակությունը բեսեդկաներում բլոտ խաղալու մակարդակն է։ Այսինքն երեկվա հիվանդությունը չբուժելու արդյունքում մենք եկան։ Ես ասում եմ, մենք հոգևորի նահանջը մեզ համար եղել է ինստիտուցիոնալ կորուստ։ Պատկերացրեք, Հայաստանի Հանրապետության վարչապետը որոշում է կայացնում մշակույթի նախարարություն լուծարել, այս երկրի որևէ մշակույթի գործից չի խոսում։ Որևէ մի ձևական գոնեցատուն չի հանում։ Ինչի մասն է խոսում։ Ուր են գրողների միությունը։ Ուր է ակադեմիան, ուր է համալսարանը կամ համալսարանները, նրանք պետք է չի աղմուկ բարձրացնեն։ Ես այդ ժամանակ մի հոդված եմ գրել։ Եթե բանակը մեր սուրն է, ապա մշակույթը մեր վահանն է։ Ես ասում եմ, մշակույթը դա այն այցեքարտն է, որով մեզ հայերիս ու Հայաստանը կարող են դրսում ճանաչել։ Մեզ չեն կարող ճանաչել ոչ բանակով, ոչ քու տնտեսական կարողություններ, բայց քու բազմացալ քրիստոնեական հոգևոր ժառանգությունը ամենալավագույն այցեքարտն է։ Ու դուք պատկերացնում եք այդ պայմաններում, ես լսում եմ վարչապետին, ասում եմ, այդ նախարարությունը որ չգործեր, ոչ բաներ մեր կյանքում չի փոխվի։ Պարզվեց ինքը ճիշտ է։ Պարոն Հարությունյան, ուր ենք հասկանում եք։ Ինչի ենք հասնելու այսօրվա, ի նկատի ունենալով այսօրվա վիճակը, արդեն մենք ունենք անցյալից եկած բազմաթիվ ախտեր, որոնք ավելի խորացան եւ այսօր տեսանք հետևանքները, ինչ կանխատեսումներ կարող ենք։ Ես կարող եմ ասել, ոչ մի լավ կանխատեսում չունեմ։ Ինչու՞։ Որտեղ ես չեմ լսել եւ չեմ տեսնում անցյալը ինստիտուցիոնալ վերլուծության ենթարկելու քաղաքական ձգտում, քաղաքական դիսկուրսում այդպիսի խնդիր չկա։ Եթե ոմանք նայում են դեպի հետ, ապա մի նպատակով, սրան նրան պիտակավորելու։ Դե այդպես ավելի հեշտ է, դավաճան թալանչի եւ անցնենք առաջ։ Հիմա որ հեշտ է դաշնակում արդարացված է։ Ոչ։ Ահա, ուրեմն մենք դրա մասն ենք խոսում։ Մի ասեք հեշտ է։ Ես էլ եմ հասկանում, որ հեշտ է։ Նրանք էլ են հասկանում շատ հեշտ է, բայց ամենակարևորը գիտեք ով չի հասկանում։ Լրագրողները։ Լրագրողները չեն հասկանում, որ այդ կերպ իրանք անընդհատ Նիկոլին քննադատելու անվտանգ նրա թեզերը դնում են շրջանառությաններ, իրանք թվում է թե իրանք ըստ էության ձևավորում են հանրային կարծիք նրա դեմ, բայց իրականում քանի որ դու չես առաջարկում ալտերնատիվը, ապա դու ընդհանրապես ռոպագանդում ես նրան։ Ես լիովին համաձայն եմ տեսակետի հետ։ Ես դրա համար եմ ասում, տեսեք, մի օրինակ եմ ուզում, ամենաթարմ օրինակներից մեկը, որ ես ապշել եմ, ասում է, հերիք է մենք ասենք մարտունակ բանակ, մեր բանակը պետք է լինի պաշտպանունակ բանակ։ Ու գիտեք, ոչ մեկը չի ասում, որ ես ինչ ասում ես մարդը։ Լսեք, անի, պետությունը պետք է լինի պաշտպանունակ։ Պետությունը, այսինքն իր անվտանգ դինամիկ զարգանալու process-ի վրա ձևավորող սպառնալիքներին դիմագրավելու ունակ։ Դա է պաշտպանունակությունը։ Բայց այս խնդրում բանակի խնդիրն է լինել մարտունակ։ Դա չի նշանակում հարձակվող, դա նշանակում է սպառնալիք դիմագրավելու ունակ բանակ։ Ասում
մեր բանակը պետք է լինի պաշտպանունակ։ Այ քեզ բան, ու ոչ մեկը այս մասին չի խոսում։ Մեկը չի ասում, բայց սիրելիս, բայց չափ կա, չէ՞ ամեն ինչին։ Նույն ինչպես կա, ես օրինակ վիրավորում եմ, իմ ինտելեկտն է վիրավորում։ Ես չեմ կարող ասես բաներ լսել։ Եթե ասի, գիտեք, ես օրինակ պաշտպանունակության իմ կոնցեպտը սա է, ես իր հետ կվիճեմ, եթե դա համաձայն չլինեմ, չէ՞ դրա հետ։ Բայց երբ որ ներկայացնում եմ մի հատ պոպուլիստական, մանիպուլյատիվ ինչ-որ մի հատ բանաձևում ու քու երկրում ոչ մեկը չի խոսում դրա մասին։ Ոչ ռազմական գործի մասնագետները, ոչ գիտնականները, ոչ չեմ անում ովքեր։ Դե գուցե վախենում են, մտածում են մի բան։ Դե գիտեք, եթե վախենում են կներեք, ուրեմն այսպես է պետք է լինի։ Դուք ասեք ինչ լավ բան, ոչ մի լավ բան։ Եթե տենց է։ Եթե վախն է մեր քաղաքացիական վարքագիծը ձևավորող հիմնական գործոնը, ամեն ինչ նորմալ է, հույակապա վախելով կներեք տակներս լցնելով գնանք։ Ուր կհասնենք, թե չէ դա էլ արդեն մյուս կողմն է։ Դե լավ է ամեն ինչ։ Իդեպ ես շատ երկար ժամանակ է փորձում եմ ԿՊ ներկայացուցիչներին հրավիրել տաղավար եւ նրանց հետ կիրթ զրույց ունենամ, նրանց տամ բազմաթիվ հարցեր, մի շարք ոլորտների հետ կապված, իրենց մոտեցումների հետ կապված, ես ասում եմ, գուցե ես չեմ հասկանում, գուցե իրենք շատ լավ դրական գործունեություն են ծավալում, ես չեմ հասկանում, թող գան, բացատրեն։ Շատ կուզենայի ես սխալված լինեի, անկեղծ եմ ասում։ Բայց չեն գալիս, ինչը նաև ինձ տեղիք է տալիս մտածելու, որ այդքան էլ լավ գործունեություն չեն ծավալում, քանի որ բայց փոխարենը գնում են ասում թե հմեք։ Գիտեք ինչ կա, ձեր այսպես սփռելու կամ ոնց սփռվածությունն ասում, դուք չեք համեմատի հմեկի հետ։ Ոչ բարակայում։ Ինչու գա ձեզ վրա ռեսուրս ժամանակ ծախսի, երբ որ կարելի է հմեկով ամբողջ իլուր ամբողջ Հայաստանին ինչ որ բաներ ասել։ Բայց չէ՞ որ գոյություն ունի պատասխանատվություն։ Նույնը իմ նկատմամբ, ձեր նկատմամբ, այն մարդկանց նկատմամբ, ովքեր դեմ են իրենց։ Թազա բաներ եք խոսում։ Այդ ինչ թազա բաներ եք խոսում։ Երկրի վարչապետն ասում է, լսեք, ասում է, աղքատությունը աղքատների խնդիրն է։ Ոչ թե իրանց գլխի մա, չէ, հետո ուրիշ ձև ասում։ Հոյս պետությունը աղքատների համար չի որ ես, իրանք ամեն թող իր խնդիրը լուծի։ Ինչ պատասխանության մասին։ Այս մարդու ղեկավար, այս երկրի ղեկավարը առաջին դեպքը չի գիտակցում, որ պետություն ասածը այդ կամ իշխանություն ձևավորվածը ձևավորվել է հիմնականում հանրության հիմնական հատվածի սպասելիքները բավարարելու դրա գործի անունը դա է։ Իսկ ասում ես աղքատներ քիչ կապ ունեն։ Նաև չեն գիտակցում, որ իրենք պատասխանատու են նաև իրենց ատող մարդկանց համար։ Բայց ինչ պատասխանության մասին եք խոսում։ Ես նոր չարած որ ասում եմ իշխանությունը արդյոք մեզանում կա գիտակցում բան, որ իշխանությունը պատասխանատվություն է։ Պարոն Հարությունյան, բայց դուք 90-ական թվականների մասին եք ասում, եք 2016 թվականն է, էլի նույնն է։ Ես ասել եմ, ոչինչ չի փոխվել, մեզանում դրա համար այս վիճակում ենք։ Մեր խոսքի սկզբում ես այդ բանը արձանագրել եմ։ Մենք սկսեցինք 90-ական թվականներից, ասել եկեք քննարկենք դա, որտեղ ես կարծում եմ, որևէ ողջամիտ քիչ թե շատ միջին պատասխանատվության ընկալում ունեցող քաղաքական գործիչ պետք է անդրադարձ կատարի եւ փորձի հասկանալ որտեղ սխալվեցինք, որտեղ եթե ինքը իրականում մտածում է երկրի համար, ոչ թե իր համար, իր մասին։ Այսինքն հիմա դուք ասում եք ԿՊ-ականները չեն գալիս, որտեղ միթե իրանք չեն զգում իրենց պատասխանատվությունը, զգում են։ Ասում են ես իշխանությունում ինչ իրավունք ունեմ, դա անում եմ։ Այսինքն կարող ենք ամփոփել, որ 90-ականներից մինչ օրս անցնելով այսքան ճանապարհ, այսքան իրադարձությունների միջով, միևնույն է, մենք որպես հասարակություն, հա, դիտարկենք, չեն կարողացել հետևություններ անել։ Ես ավելին կասեմ, ես կարծում եմ մենք ընդհանրապես մեր պատմության ողջ ընթացքում դասեր քաղելու խասյատ չենք ունեցել։ Ես դուք իմ ուսանողն եք, ես նույնիսկ ձեր դասարանում կարող եմ լսարան իհարկե ժամերից դուրս ես եպեք ակադեմիական ժամը քաղաքական նպատակներով չեմ օգտագործել, կարող եք պաստել, բացառապես միայն առարկաներ դասավանդում։ Հա, դրանից դուրս ես միշտ այդ հարցը տվել եմ, շատերին եմ տվել։ Ասում եք կարող եք ինձ բացատրել, օրինակ, մենք հայերս լինելով տարածաշրջանի ամենահին քաղաքակրթությունը, լինելով նաև տարածաշրջանի ամենահին պետականություն կրող ազգ, մեր պատմության ընթացքում տարածաշրջանի միակ ժողովուրդն է, որ իր պատմության ընթացքում միայն կորցրել է։ Բոլորը շահել են, մենք միայն կորցրել ենք։
Ինչն է պատճառը։ Այդ բոլորը սխալ էին, մենք ենք ճիշտ։ Պաշտոնը մեր մեջ է սխալը։ Իսկ մեր մեջ սխալը դա է։ Մենք դասեր քաղելու զահալա չունենք։ Հավես չունենք։ Մտածել, արա զահալա ունենք մտածել։ Մտածելը ջանք է պահանջում, ամի։ Մտածելը պահանջում է էներգիա։ Դատելը ոչ մի ջանք չի պահանում։ Այնքան հեշտ է մարդուն դատես, կլեման խփցրու վրա, քցի, տեմ բոլը, եթե առավելից դու ոչ մի պատասխանություն չես կրում։ Այս է մեր իրականությունը ցավոք սրտի։ Փոխել է իրավիճակը, հնարավոր է, բայց պետք է նախ յուրաքանչյուրս իր մեջ փոխվի։ Իրանց դու այս երկրի քաղաքացի։ Այս երկրի քաղաքացի։ Շնորհակալ եմ։ Ոչ թե գրանցված անձ, ոչ թե անձնագիր ունեցող այս երկրի քաղաքացի։ Շնորհակալ եմ պարոն Հարությունյան, շատ հետաքրքիր եւ արդյունավետ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ Analytic Talk հաղորդման շրջանակում մենք փորձում ենք գտնել շատ հարցերի պատասխաններ, պատմական ակնարկներ ենք անում, որպեսզի հասկանանք, թե որտեղ սխալվեցինք եւ ինչպես չկրկնենք այդ սխալները ապագայում։ Analytic Talk հաղորդման հովանավորների Նահապաշտպանական ընկերությունը աջակցեք մեզ մեր Patreon համակարգին բաժանորդագրվելով, ինչպես նաև նկարագրություն բաժնում նշված է թե էլ ինչ եղանակներով, որպեսզի մենք կարողանանք ձեզ ներկայացնել օբյեկտիվ եւ անկախ լրատվություն, կարողանանք ներկայացնել հետաքրքիր վերլուծություններ, պատմական ակնարկներ։ Շնորհակալ եմ, կհանդիպենք։ Ստեսություն։